Հենց հիմա, այս վայրկյանում, երբ դուք կարդում եք այս տեքստը, ձեր եւ իմ միջև եղած տարածությունը մեծանում է։ Ոչ այն իմաստով, որ մենք հեռանում ենք միմյանցից, շարժվելով տարածության միջով։ Ոչ, բայց հենց տարածությունը ինքնին ստեղծում է նոր տարածություն իր ներսում։ Յուրաքանչյուր միլիոն տարում մեր գալակտիկայի եւ ամենամոտ գալակտիկայի միջև հեռավորությունը մեծանում է մոտավորապես 1000 լույսի տարով։ Բայց եթե հարցնեմ, ուր է ընդլայնվում տիեզերքը, ձեր ուղեղը կփորձի պատկերացնել հսկայական տարածություն, որի մեջ մեծանում է տիեզերքը։ Սա լրիվ սխալ է։ Պատասխանը չի լինի այն, ինչ ակնկալում եք, եւ երբ այն հասկանաք, ձեր իրականության ընկալումը փոխվելու է ընդմիշտ։ Գիտական եք, որ հենց հարցը «ուր» արդեն սխալ է ձևակերպված։ Ինչու՞։ Քանի որ տարածությունը չի ընդլայնվում որևէ բանի մեջ, այն պարզապես ստեղծում է ինքն իրեն։ Պատրաստվեք ընդունել, որ ձեր ողջ կյանքում տարածության մասին պատկերացումները սխալ են եղել։ Երբ մտածում ենք ընդլայնում բառի մասին, մեր ուղեղը ավտոմատ կերպով պատկերացնում է որևէ օբյեկտ, որը մեծանում է դեպի արտաքին տարածություն։ Փուչիկը փչվում եւ մեծանում է օդի մեջ։ Քաղաքը ընդլայնվում է դեպի շրջակա տարածքներ։ Կայսրությունը նվաճում է նոր երկրներ։ Բոլոր այս օրինակներում կա մեկ ընդհանուր գիծ. գոյություն ունի արդեն իսկ եղած տարածություն, որի մեջ տեղի է ունենում ընդլայնումը։ Բայց տիեզերքի հետ այս սկզբունքը չի գործում։ Տիեզերքից դուրս տարածություն չկա։ Ոչինչ չկա։ Նույնիսկ ոչինչ բառը սխալ է, քանի որ ոչինչ նշանակում է դատարկություն, իսկ դատարկությունն էլ տարածություն է։ Պատկերացրեք հետևյալը. դուք կանգնած եք անվերջ տարածության կենտրոնում։ 4 կողմերը տարածվում են անսահմանորեն։ Այժմ այդ տարածությունը սկսում է ընդլայնվել։ Յուրաքանչյուր գալակտիկա հեռանում է միմյանցից։ Բայց դուք չեք կարող ասել, նրանք շարժվում են դեպի որևէ տեղ, որովհետև չկա որևէ տեղ։ Չկա արտաքին սահման, որին հասնելու են։ Չկա պատ, որի հետևում ինչ-որ բան կա։ Ավելին, չկա նույնիսկ այն տարածությունը, որի մեջ կարող է լինել պատ։ Տարածությունը վերջանում է ճիշտ այնտեղ, որտեղ վերջանում է տիեզերքը, բայց տիեզերքը չունի եզր։ Ձեր գլուխը սկսում է պտտվել, սա նորմալ է։ Մարդու ուղեղը չի կարող մտածել այս կերպ։ 2013 թվականին Նոբելյան մրցանակակիր ֆիզիկոս Ադամ Ռիսը մի հարցազրույցում ասաց. ամենից շատ հարցը, որ ինձ տալիս են, տիեզերքը ուր է ընդլայնվում։ Պատասխանում եմ ոչ ուր։ Հարցը սխալ է։ Նա բացատրեց, որ մենք չպետք է պատկերացնենք տիեզերքը որպես փուչիկ, որը փչվում է սենյակում։ Այդ փուչիկի համար սենյակը արդեն գոյություն ունի, բայց տիեզերքի դեպքում սենյակ չկա։ Քեմբրիջի համալսարանի տիեզերաբան Ջոն Բարոուն այս մասին գրել է. տարածությունը ինքնին է ստեղծվում ընդլայնման ընթացքում։ Այն չի տարածվում որևէ նախագոյություն ունեցող տարածության մեջ։ Եվ սա չէ փիլիսոփայական հռետորիկա, սա Այնշտայնի հարաբերականության տեսության ուղղակի հետևանք է։ 2006 թվականին Պրինսթոնի համալսարանի հետազոտողներ Ջոն Ռիչարդ Գոթ եւ Մարիո Ջուրիչը կատարեցին հաշվարկներ, որոնք ցույց տվեցին, դիտելի տիեզերքի տրամագիծը ենթադրաբար հասնում է 9-10 միլիարդ լույսի տարի։ Բայց սա միայն այն մասն է, որը մենք կարող ենք տեսնել։ Լույսը, որը ճանապարհորդել է 13 միլիարդ 800 միլիոն տարի, մեծ պայթյունից ի վեր։ Իսկ ինչ կա դրանից այն կողմ։ Կարող է ոչինչ, կարող է անվերջ շարունակություն։ Մենք չգիտենք։ Բայց ահա ինչ գիտենք անվիճելիորեն։ Տարածությունը չի կարող ընդլայնվել դեպի ինչ-որ բան, քանի որ տարածությունից դուրս ոչինչ չկա։ Դարձեք ժամանակի սկիզբ։ 13 միլիարդ 800 միլիոն տարի առաջ տեղի ունեցավ մեծ պայթյունը, բայց սա չէր պայթյուն տարածության մեջ, սա էր տարածության ինքնին պայթյունը։ Չկար կենտրոնական կետ, որտեղից ամեն ինչ սկսվեց։ Ամեն կետ եղավ կենտրոն։ Երբ գիտնականները ասում են մեծ պայթյուն, մարդիկ պատկերացնում են հսկայական գնդակ, որը պայթում է դատարկության մեջ։ Սխալ է։ Պայթեց տարածությունն ինքը։ Ժամանակն է սկսվեց հենց այդ պահին։ Չկար առաջ, չկար դրսից։ Հարցը ինչ կար մեծ պայթյունից առաջ, նույնքան անիմաստ է, որքան հարցը ինչ կա հյուսիսային բևեռից հյուսիս։ Պատասխանը չէ ոչինչ։ Պատասխանը հարցի իմաստ չունի։ Բայց ինչպես կարող է տարածությունը ընդլայնվել առանց ընդլայնվելու որևէ տեղ։ Պատկերացրեք անվերջ երկարությամբ ռետինե շերտ։ Այն տարածվում է բոլոր ուղղություններով անվերջորեն։ Այժմ այդ ռետինե շերտը սկսում է ձգվել։ Յուրաքանչյուր կետը հեռանում է միմյանցից։ Եթե վրան նկարեք կետեր, դրանք հեռանում են միմյանցից։ Հարցնում եք, ուր է տարածվում ռետինե շերտը։ Պատասխանը ոչ ուր։ Այն արդեն իսկ անվերջ է բոլոր ուղղություններով։ Այն չի տարածվում որևէ արտաքին տարածության մեջ։ Պարզապես նրա ներքին մետրիկան փոխվում է։ Հեռավորությունները մեծանում են։ Հենց սա է տեղի ունենում տիեզերքի հետ։
Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկոս Շոն Քարոլը բացատրում է սա, օգտագործելով համակերպման տարածության հասկացությունը։ Տիեզերքը չի ընդլայնվում եռաչափ տարածության մեջ։ Այն ընդլայնվում է 4 չափ տարածաժամանակում, որտեղ 3 տարածական չափանիշները եւ 1 ժամանակային չափանիշը միավորված են մեկ գործվածքի մեջ։ Երբ ասում ենք տիեզերքը ընդլայնվում է, մենք նկատի ունենք, որ այս գործվածքի մետրիկան փոխվում է։ Գալակտիկաների միջև հեռավորությունը մեծանում է ոչ այն պատճառով, որ գալակտիկաները շարժվում են տարածության միջով, այլ այն պատճառով, որ տարածությունն ինքը ստեղծում է նոր տարածություն։ Գիտեք, թե ինչպես հայտնաբերեցին, որ տիեզերքը ընդլայնվում է։ 1923 թվականին աստղագետ Էդվին Հաբլը կատարեց դիտումներ Մաունտ Վիլսոնի աստղադիտարանում Կալիֆոռնիայում։ Նա հայտնաբերեց, որ հեռավոր գալակտիկաների լույսը տեղաշարժված է կարմիր տիրույթ։ Սա նշանակում էր, որ գալակտիկաները հեռանում են մեզանից։ Ավելին, որքան հեռու է գալակտիկան, այնքան արագ է հեռանում։ Սա կոչվեց Հաբլի օրենք։ Բայց ամենաուշագրավը հետևյալն էր. գալակտիկաները հեռանում էին բոլոր ուղղություններով միաժամանակ։ Կարծես մենք գտնվում էինք հենց պայթյունի կենտրոնում։ Բայց մենք չենք գտնվում կենտրոնում։ Կենտրոն չկա։ Դա հենց խնդիրն է մարդկային ուղեղի համար։ Պատկերացրեք փուչիկ, որի վրա նկարված են կետեր։ Փչեք փուչիկը։ Յուրաքանչյուր կետ հեռանում է բոլոր մյուս կետերից։ Եթե դուք կանգնեք որևէ կետի վրա, կթվա, որ բոլոր մյուս կետերը հեռանում են ձեզանից։ Կարծես դուք կենտրոնն եք։ Բայց փուչիկի վրա յուրաքանչյուր կետ կենտրոն է իր համար։ Տիեզերքում դուք կանգնած եք փուչիկի մակերևույթին, ոչ թե ներսում։ Փուչիկի ներսը չի համապատասխանում տիեզերքի որևէ մասին։ Սա միայն անալոգիա է երկչափ մակերևույթի համար։ Բայց իրական տիեզերքը եռաչափ է եւ ավելացված է ժամանակի չափանիշը։ Երբ Հաբլը կատարեց իր դիտումները, նա չհասկացավ ամբողջովին, թե ինչ է տեսնում։ Նա միայն նկատեց, որ գալակտիկաները հեռանում են։ Բայց ինչու։ Բացատրությունը տվեց Ալբերտ Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսությունը, որը ստեղծվել էր 12 տարի առաջ, 1915 թվականին։ Այնշտայնի հավասարումները ցույց էին տալիս, որ տարածությունը կարող է ընդլայնվել կամ կծկվել։ Այնշտայնն ինքը սկզբում չէր հավատում սրան եւ ավելացրեց կոսմոլոգիական հաստատում իր հավասարումներին՝ տիեզերքը պահպանելու ստատիկ վիճակում։ Ավելի ուշ նա դա անվանեց իր ամենամեծ սխալը։ Տիեզերքը ստատիկ չէր, այն շարժման մեջ էր։ Բայց վերադառնանք հիմնական հարցին։ Եթե տիեզերքը ընդլայնվում է, բայց չի ընդլայնվում որևէ տեղ, ուրեմն ինչ է իրականում տեղի ունենում։ Ֆիզիկոս Բրայան Գրինը բացատրում է սա, օգտագործելով տարածաժամանակային գործվածքի հասկացությունը։ Տարածությունը եւ ժամանակը միավորված են մեկ անաբաժանելի գործվածքի մեջ։ Այդ գործվածքը կարող է ծռվել, ձգվել, ալիքավորվել։ Երբ ասում ենք տիեզերքը ընդլայնվում է, մենք նկատի ունենք, որ այդ գործվածքը ձգվում է։ Նոր տարածություն ստեղծում է գործվածքի ներսում։ Ոչ թե գործվածքը տարածում է դեպի ինչ-որ արտաքին տարածություն։ Մտածեք սրա մասին այսպես. պատկերացրեք, որ դուք ապրում եք երկչափ մակերևույթի վրա, օրինակ գորքի վրա։ Ձեր ողջ իրականությունը երկչափ է։ Դուք չգիտեք վերև կամ ներքև։ Այ ներքև։ Այժմ այդ գորքը սկսում է ձգվել։ Յուրաքանչյուր կետը հեռանում է միմյանցից։ Ձեզ կարող են հարցնել՝ ուր է ձգվում գորքը։ Բայց եթե դուք երբեք չեք ապրել եռաչափ աշխարհում, այդ հարցը ձեզ համար չի ունենա պատասխան։ Քանի որ գորքը չի ձգվում վերև կամ ներքև, դուք չունեք այդ հասկացությունները։ Այն պարզապես ձգվում է ինքն իր մեջ։ Հենց սա է մեր իրավիճակը եռաչափ տիեզերքում։ Մենք հարցնում ենք՝ ուր, բայց այդ հարցը նախատեսում է 4 չափ տարածություն, որը մենք չենք կարող պատկերացնել։ Ռոջեր Փենդրուզը, Նոբելյան մրցանակակիր մաթեմատիկական ֆիզիկոս, պնդում է, որ մարդու ուղեղը չի կարող մտածել այն տարածական չափանիշների մասին, որոնք դուրս են մեր փորձից։ Մենք ծնվել ենք եռաչափ տիեզերքում, եւ մեր ամբողջ էվոլյուցիան տեղի է ունեցել այնտեղ։ Մեր նեյրոնները միացված են միմյանց այնպես, որ պատկերացնեն վերև, ներքև, աջ, ձախ, առաջ եւ հետո։ Սա է։ Եթե ասեք 4-րդ տարածական ուղղություն, մեր ուղեղը չի կարող դա պատկերացնել։ Մենք կարող ենք մաթեմատիկորեն նկարագրել, բայց ոչ վիզուալիզացնել։ Բայց գիտեք ինչն է ամենադժբախտը, որ մենք չենք կարող նույնիսկ հավաստիորեն ասել, արդյոք տիեզերքը վերջավոր է, թե անվերջ։ Եթե տիեզերքն անվերջ է, ապա այն միշտ էլ անվերջ է եղել, նույնիսկ մեծ պայթյունի պահին։ Անվերջությունը, երբ բազմապատկվում է որևէ թվով, մնում է անվերջություն, վերջություն։ Բայց եթե տիեզերքը վերջավոր է, ապա այն ունի ծավալ, որը կարող ենք հաշվարկել։ 2019 թվականին Պլանկի տիեզերական մարմնի տվյալները ցույց տվեցին, որ դիտելի տիեզերքի թեքությունը կամայականորեն մոտ է 0-ին։
Սա նշանակում է, որ տիեզերքը կամ հարթ թեևությունը կամ այն քերչ, կամ այնքան մեծ, որ մենք չենք կարող տեսնել նրա կորությունը։ Մտածեք, ինչպիսին կլիներ տիեզերքը, եթե այն վերջավոր լիներ, բայց առանց եզրերի։ Սա լավագույնս նկարագրվում է փակ եռաչափ տիեզերքով, նման երկչափ ոլորտի մակերևույթին։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք ֆուտբոլի գնդակի մակերևույթին։ Կարող եք քայլել ուղղակի առաջ եւ երբեք չեք հանդիպի եզրի։ Ի վերջո կվերադառնաք սկզբնակետ։ Բայց մակերևույթը վերջավոր է։ Հիմա պատկերացրեք սա եռաչափ տարածության համար։ Կարող եք թռչել հրթիռով ուղղակի առաջ 11 միլիարդ տարի եւ ի վերջո վերադառնալ այնտեղից, որտեղից մեկնել եք, մյուս կողմից։ Տիեզերքը փակ կլիներ իր վրա, բայց առանց եզրերի։ Այսպիսի տիեզերքը կունենա վերջավոր ծավալ, բայց կենտրոն կամ եզր չի ունենա։ Բայց մեր դիտումները չեն ցույց տալիս տիեզերքի փակ լինելը։ Դրանք ցույց են տալիս հարթություն։ Հարթ տիեզերքը նշանակում է անվերջորեն տարածվող եռաչափ տարածություն, որտեղ զուգահեռ գծերը երբեք չեն հատվում, եւ եռանկյունների անկյունների գումարը հավասար է 180 աստիճանի։ Սովորական եվկլիդյան երկրաչափություն։ Եվ եթե տիեզերքը հարթ է եւ նույն սկզբունքներն են գործում ամենուր, ապա այն հավանաբար անվերջ է։ Այսինքն անվերջ քանակությամբ գալակտիկաներ, աստղեր, մոլորակներ։ Անվերջությունը տնում է անհավատալի հետևանքներ, որոնք գիտնականները շատ հազվադեպ են քննարկում հանրության հետ։ Եթե տիեզերքն անվերջ է, ապա անվերջ քանակությամբ ամեն ինչ գոյություն ունի։ Անվերջ քանակությամբ աստղեր, անվերջ քանակությամբ գալակտիկաներ, եւ ամենակարևորը, անվերջ քանակությամբ դուք։ Քանի որ ատոմների վերակազմավորման տարբերակների թիվը որքան էլ մեծ լինի, վերջավոր է։ Մարդու մարմինը պարունակում է մոտավորապես 7 օկտիլիոն ատոմ։ Սա անհավատալիորեն մեծ թիվ է, բայց վերջավոր։ Այն տարբերակները, թե ինչպես կարող են այդ ատոմները դասավորվել, նույնպես վերջավոր են, թեև գերակաթևապես մեծ թիվ։ Բայց եթե տիեզերքն անվերջ է, ապա յուրաքանչյուր հնարավոր կոնֆիգուրացիա պետք է ի հայտ գա անվերջ անգամ։ Սա նշանակում է, գոյություն ունի անվերջ քանակությամբ մարդիկ, որոնք լրիվ նույնն են, ինչ դուք։ Նույն հիշողություններով, նույն մտքերով, նույն գենետիկ կոդով։ Այս գաղափարը հնչում է որպես գիտաֆանտաստիկա, բայց այն ուղղակի մաթեմատիկական հետևանք է անվերջ տիեզերքի ենթադրությունից։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կոսմոլոգ Մաքս Թեգմարքը հաշվարկել է, որ ձեր ամենամոտ նմանակը պետք է լինի մոտավորապես 10 հզորություն 10 միլիարդ 200 միլիոն մետր հեռավորության վրա։ Սա հեռավորություն է այնքան մեծ, որ լույսը պետք է ճանապարհորդի ավելի երկար, քան դիտելի տիեզերքի տարիքը այնտեղ հասնելու համար։ Այնպես որ, չնայած տեսականորեն գոյություն ունեք, դուք երբեք չեք հանդիպի ձեր զույգին։ Բայց ահա ամենաանհանգստացնող մասը։ Քանի որ անվերջությունը խաղի մեջ է, նրանք անվերջ քանակով են։ Անվերջ դուք կարդում են այս նույն տեքստը հենց հիմա, անվերջ տիեզերքներում, որոնք լրիվ նույնն են, մինչև յուրաքանչյուր փոքր մանրուք։ Գիտեք, թե ինչն է ավելի տարօրինակ։ Այն, որ այս բոլոր դուքերը գտնվում են նույն տիեզերքում։ Մի շփոթեք բազմատիեզերքների տեսության հետ, որտեղ յուրաքանչյուր տիեզերք առանձին է եւ ֆիզիկական կապ չունի։ Ոչ, խոսքը գնում է մեր մեկ տիեզերքի մասին, որը պարզապես այնքան անսահմանորեն մեծ է, որ յուրաքանչյուր հնարավոր պատմություն, յուրաքանչյուր հնարավոր ատոմային դասավորություն տեղի է ունենում անվերջ անգամ։ Դուք նստած եք աթոռին եւ կարդում եք սա։ Հենց հիմա, անսահմանորեն հեռու, անվերջ, դուք, լրիվ նմանակներ, նույնպես նստած են եւ կարդում են հենց նույն նախադասությունը։ Սա տեսական ֆիզիկայի հետևանքն է, ոչ թե երևակայություն։ Բայց խնդիրը նրանում է, որ մենք չգիտենք, արդյոք տիեզերքն իսկապես անվերջ է, թե ոչ։ Մեր դիտումները տվյալ պահին չեն թույլատրում ասել անվիճելիորեն։ Տիեզերքը կարող է լինել այնքան մեծ, որ մենք տեսնում ենք միայն փոքրիկ մասը, որը հարթ է թվում, բայց իրականում ամբողջական տիեզերքն ունի կորություն, որը մեր դիտողական ունակությունից շատ դուրս է։ Կամ կարող է լինել իսկապես անվերջ։ Երկու դեպքում էլ մենք չենք կարող իսկապես պատասխանել հարցին, որ է ընդլայնվում տիեզերքը։ Եկեք վերադառնանք ռետինե շերտի անալոգիային։ Պատկերացրեք անվերջ երկարությամբ ռետինե շերտ։ Շերտի վրա նկարեք կետեր։ Այժմ այդ շերտը սկսեք ձգել յուրաքանչյուր ուղղությամբ միաժամանակ։ Կետերը սկսում են հեռանալ միմյանցից։ Բայց կարող եք ասել, ուր են հեռանում։ Ոչ։ Քանի որ շերտն արդեն իսկ անվերջ է բոլոր ուղղություններով, այն չի տարածվում որևէ արտաքին տարածության մեջ, պարզապես նրա ներքին մետրիկան փոխվում է։ Հեռավորությունները մեծանում են, բայց շերտն ինքը չի անցնում որևէ սահման։ Հենց սա է տեղի ունենում տիեզերքի հետ։ Գիտեք, թե ինչն է ամենաապշեցուցիչ մասը։ Տիեզերքի ընդլայնումը արագանում է։
1998 թվականին երկու խումբ աստղագետներ, մեկը Սոլ Փերմաթրի ղեկավարությամբ և մյուսը Ադամ Ռիսի և Բրայան Շմիդտի ղեկավարությամբ, անկախորեն հայտնաբերեցին, որ հեռավոր սուպերնովաները ցույց են տալիս, որ տիեզերքի ընդլայնումը արագանում է։ Սա ապշեցրեց բոլորին։ Մինչ այդ բոլորը կարծում էին, որ ընդլայնումը պետք է դանդաղի գրավիտացիայի ազդեցությամբ։ Բայց տվյալները հստակ էին։ Տիեզերքը ոչ միայն ընդլայնվում է, այլև ընդլայնման արագությունը աճում է։ Այս հայտնագործության համար Փերմաթերը, Ռիսը և Շմիդտը ստացան Նոբելյան մրցանակ 2011 թվականին։ Բայց ինչով է պայմանավորված արագացումը։ Գիտնականները անվանեցին այս երևույթի պատճառը մութ էներգիա։ Ոչ ոք չգիտե, թե դա ինչ է։ Այն չի փոխազդում լույսի հետ։ Այն չի կուտակվում գալակտիկաներում։ Այն պարզապես գոյություն ունի ամենուր, տարածության յուրաքանչյուր ծաղկուկում և ստեղծում է հակազդող ճնշում, որը մղում է տիեզերքը ընդլայնվելու ավելի ու ավելի արագ։ Հաշվարկները ցույց են տալիս, որ մութ էներգիան կազմում է մոտավորապես 78% տիեզերքի ամբողջ էներգիա մասսայի։ Մութ նյութը կազմում է մոտավորապես 25%։ Եվ սովորական նյութը, այն ամենը, ինչ մենք տեսնում, շոշափում, գիտենք, աստղերը, մոլորակները, մարդիկ, ատոմները, կազմում են միայն 5%։ Մենք ապրում ենք տիեզերքում, որի 95%-ը մենք չենք հասկանում։ Մտածեք սրա մասին մի վայրկյան։ Յուրաքանչյուր ինչ, որը երբևէ ուսումնասիրել են գիտնականները, ատոմներից մինչև գալակտիկաներ, բավարարվածությամբ ներառված է այն 5%-ի մեջ։ 95%-ը լրիվ անհայտ է։ Մենք կարող ենք չափել դրա ազդեցությունը, բայց չենք կարող տեսնել կամ հայտնաբերել հենց նյութը։ Հիանալի է։ Մենք կարծում ենք, որ հասկանում ենք տիեզերքը, բայց իրականում գրեթե ոչինչ չենք հասկանում։ Դա նման է անասունների, որոնք տեսնում են միայն ուլտրամանուշակագույն լույս և կարծում են, որ աշխարհն ամբողջովին նկարագրված է ուլտրամանուշակագույն տիրույթում։ Բայց կան նաև ամբողջ սպեկտրներ ոներ, որոնք անհասանելի են նրանց զգայարաններին։ Հիմա եկեք մտածենք արագացող ընդլայնման մասին։ Եթե տիեզերքը շարունակի արագանալ, ապա ավելի հեռավոր գալակտիկաները ի վերջո կսկսեն հեռանալ մեզանից ավելի արագ, քան լույսի արագությունը։ Սա հնչում է անհնար, քանի որ հարաբերականության հատուկ տեսությունը ասում է, որ ոչինչ չի կարող շարժվել տարածության միջով ավելի արագ, քան լույսը։ Բայց սա չի խախտում այդ օրենքը, քանի որ գալակտիկաները չեն շարժվում տարածության միջով։ Տարածությունն ինքը ստեղծում է նոր տարածություն նրանց միջև։ Հարաբերականության տեսությունը սահմանափակում է շարժման արագությունը տարածության միջով, ոչ թե տարածության ինքնին ընդլայնման արագությունը։ Դա նշանակում է, որ գոյություն ունի դեպքերի հորիզոն։ Այն տեղն է, որտեղից այն կողմի գալակտիկաներից լույսը երբեք չի հասնի մեզ, քանի որ այդ գալակտիկաները հեռանում են ավելի արագ, քան իրենց լույսը կարող է մեր ուղղությամբ ճանապարհորդել։ Դիտելի տիեզերքի սահմանը որոշվում է ոչ միայն տիեզերքի տարիքով, այլև արագացող ընդլայնմամբ։ Մոտավորապես 46 միլիարդ լույսի տարիների հեռավորության վրա գտնվող գալակտիկաները արդեն հասել են տեսանելիության սահմանին։ Նրանց լույսը երբեք չի կարող հասնել մեզ, անկախ նրանից, թե որքան երկար սպասենք։ Դրանք վերացել են մեր դիտելի տիեզերքից ընդմիշտ։ Բայց վախենալ, արդյոք սա նշանակում է, որ ավելի ու ավելի շատ գալակտիկաներ կվերանան մեր տեսադաշտից։ Պատասխանը՝ այո։ Յուրաքանչյուր օր ավելի ու ավելի շատ գալակտիկաներ անցնում են դեպքերի հորիզոնից և դառնում մշտապես անհասանելի։ Մի օր, երբ տիեզերքը ավելի ու ավելի մեծ է դառնում և արագանում է ավելի ու ավելի, մեր կաթնատան գալակտիկան կլինի գրեթե միայնակ դիտելի տիեզերքում։ Բոլոր այլ գալակտիկաները կհեռանան այնքան արագ, որ չեն տեսնվի։ Գիտական արտակարգ իրավիճակը։ Երբ ապագա աստղագետները կնայեն երկինք և կտեսնեն միայն իրենց սեփական գալակտիկան շրջապատված անվերջ դատարկությամբ։ Նրանք կարծիք կունենան, որ տիեզերքը կազմված է միայն կաթնատանից և ոչինչ ավելին։ Բոլոր ապացույցները մեծ պայթյունի, արագացող ընդլայնման, այլ գալակտիկաների վերաբերյալ կվերանան։ Գիտությունը կվերադառնա 100 տարի հետ, մի ժամանակաշրջան, երբ մենք չէինք հասկանում տիեզերքի ճշմարիտ բնույթը։ Այս սցենարը կոչվում է մեծ սառեցում կամ ջերմային մահ։ Քանի որ տիեզերքը շարունակում է ընդլայնվել և սառչել, բոլոր աստղերը ի վերջո կսպառեն իրենց վառելիքը և կմահանան։ Նոր աստղեր չեն ծնվի, քանի որ բոլոր գազերը կսպառվեն։ Սև խոռոչները կլափեն վերջին մնացած նյութը, և ի վերջո նույնիսկ սև խոռոչները կավարտեն Հոքինգի ճառագայթման միջոցով, երկար գործընթաց, որը կտևի անհավատալի երկար ժամանակ։ Տիեզերքը կդառնա սառը, մութ, դատարկ տարածություն, որտեղ ջերմաստիճանը մոտեցվում է բացարձակ զրոյին, և ոչինչ տեղի չի ունենում։ Հավերժական մահ։ Բայց սա հեռու ապագա է։
Աստղերի վերջին սերնդի մահը դեռևս տրիլիոններ եւ տրիլիոններ տարիների հեռավորության վրա է։ Մեր արևը, օրինակ, շարունակելու է փայլել դեռևս 5 միլիարդ տարի։ Գալակտիկաները կշարունակեն գոյություն ունենալ 10 միլիարդ տարիների ավելին։ Բայց մեր հայացքում տիեզերքի վախճանը անխուսափելի է։ Բոլոր տեղեկատվությունը, բոլոր կառուցվածքները, ամեն ինչ կվերանայի վերջո։ Եթե դա ճիշտ է, ապա ամեն ինչ, ինչ մենք անում ենք, մեր գոյությունը, մեր քաղաքակրթությունը, վերջապես չի նշանակի ոչինչ։ Տիեզերքը կմոռանա մեր մասին, եւ ոչինչ չի մնա։ Դա կործանարար մտքեր են, եւ բնականաբար դուք կարող եք մտածել, ինչու իրականում մեզ հուզում է այս բոլորը։ Եթե ամեն ինչ վերջապես անիմաստ է, ինչու ապրել, ինչու ստեղծել, ինչու փորձել։ Բայց եկեք մտածենք այլ կերպ։ Ճիշտ այն փաստը, որ մենք գիտենք տիեզերքի սահմանափակումները, կարող ենք հասկանալ մեր սեփական վերջավորությունը։ Դա իրականում մնում է մեզ ազատ է դարձնում։ Մենք չենք ապրում հավերժության համար։ Մենք ապրում ենք հենց հիմա, այս պահին, երբ տիեզերքն ունի կազմվածք, աստղեր, մոլորակներ, կյանք։ Վերադառնանք հարցին. ուր է ընդլայնվում տիեզերքը։ Արդյունքում այս հարցի պատասխանը՝ ոչ ուր։ Հարցն իսկապես սխալ է։ Դա նման է հարցնելուն, ինչ ժամ է հյուսիսային բևեռին։ Ժամը սահմանվում է երկրի պտույտով իր առանցքի շուրջ, եւ բևեռերին բոլոր երկայնական գծերը հատվում են։ Հետևաբար, ժամի հասկացությունը կորցնում է իմաստը։ Նմանապես հարցը ուր է ընդլայնվում տիեզերքը նախատեսում է արտաքին տարածություն, որի մեջ ընդլայնումը տեղի է ունենում։ Բայց այդպիսի արտաքին տարածություն չկա։ Տիեզերքը չի ընդլայնվում մեջ որևէ բանի։ Այն ինքը ստեղծում է տարածություն ընդլայնման ընթացքում։ Դուք կարող եք հարցնել, բայց ոնց կարող է ինչ-որ բան ստեղծել տարածություն առանց արդեն իսկ գոյություն ունեցող տարածության։ Պատասխանը գտնվում է Այնշտայնի հարաբերականության տեսության մեջ։ Տարածությունը եւ ժամանակը լիքը չեն, դրանք դինամիկ են։ Դրանք ստեղծվում են, ձգվում են, ծռվում են գրավիտացիոն դաշտերի ազդեցությամբ։ Մեծ պայթյունից սկսած տիեզերքը սկսեց ստեղծել տարածություն եւ ժամանակ, չկար առաջ կամ դրսից։ Այդ հասկացությունները պահանջում են տարածություն եւ ժամանակ գոյություն ունենալ, բայց տարածությունն ու ժամանակը սկսվեցին մեծ պայթյունից։ Գիտեք թե ինչ է ամենադժվար մասը։ Մարդու ուղեղը զարգացել է եռաչափ տիեզերքում, որտեղ առարկաները շարժվում են տարածության միջով։ Մենք գիտենք ինչպես շարժվել աջ, ձախ, վերև, ներքև, առաջ, հետո։ Բայց չգիտենք ինչպես պատկերացնել տարածության ինքնին ստեղծումը։ Մեր ուղեղները պարզապես այդպես չեն նախագծված։ Չնայած այս մաթեմատիկային, մենք կարող ենք նկարագրել ընդլայնող տիեզերք, բայց ինտուիտիվ հասկացությունը մեզ անհասանելի է։ Մենք միշտ խնդրում ենք դեպի անալոգիաներ՝ փուչիկ, ռետինե շերտ, հացի խմոր։ Բայց բոլոր այդ անալոգիաները սխալ են, քանի որ փուչիկը փչվում է սենյակում, ռետինե շերտը ձգվում է սեղանին, հացի խմորը ընդլայնվում է վառարանում։ Բոլոր այդ օրինակները ներառում են արտաքին տարածություն, բայց տիեզերքի համար արտաքին տարածություն չկա։ Արդյոք այս բոլորը փիլիսոփայություն է, թե գիտություն։ Պատասխանը երկուսն էլ։ Սա գիտական փաստ է, որ տիեզերքը ընդլայնվում է, եւ մենք կարող ենք չափել այդ ընդլայնման արագությունը։ Բայց հարցերը՝ ինչ է տարածությունը, ինչու է այն գոյություն ունենում, ուր է ընդլայնվում, անցնում են գիտության սահմաններից եւ մտնում փիլիսոփայության տիրույթ։ Գիտությունը կարող է նկարագրել, թե ինչպես է տիեզերքը վառվում, բայց չի կարող պատասխանել ինչու է այդպես։ Ինչու է գոյություն ունենում ինչ-որ բան, այլ ոչ թե ոչինչ։ Ինչու են ֆիզիկայի օրենքները հենց այս օրենքները, այլ ոչ թե այլ։ Ինչու է տիեզերքը ընդլայնվում եւ ոչ թե կծկվում կամ ստատիկ մնում։ Դուք կարծում եք, որ մենք երբևէ կհասկանանք ամբողջովին։ Թե կան սահմաններ մարդկային մտքի համար, որոնք անանցանելի են։ Կան ֆիզիկոսներ, ովքեր հավատում են, որ վերջնական տեսություն գոյություն ունի, տեսություն, որը կբացատրի ամեն ինչ։ Կան ուրիշներ, ովքեր կարծում են, որ կան հարցեր, որոնց պատասխանը չի կարող գտնվել, քանի որ դրանք անհասանելի են մարդկային հասկացողության համար։ Հարցը՝ ուր է ընդլայնվում տիեզերքը, կարող է լինել նման հարցերից մեկը։ Ոչ այն պատճառով, որ պատասխանը բարդ է, այլ այն պատճառով, որ հարցն իսկապես սխալ է ձևակերպված, հիմնված մեր մտածելակերպի սահմանափակումների վրա։ Բայց եկեք նայենք տիեզերքին մեկ այլ անկյունից։ Հենց հիմա, երբ դուք կարդում եք այս տեքստը, ձեր մարմինը բաղկացած է մոտավորապես 7 օկտիլիոն ատոմներից։ Սա թիվ է այնքան մեծ, որ մարդկային ուղեղը չի կարող իսկապես հասկանալ դրա մասշտաբը։ Բայց ահա ինչն է հետաքրքիր։ Այդ ատոմների յուրաքանչյուրը գրեթե ամբողջովին դատարկ տարածություն է։ Եթե ատոմի միջուկը ֆուտբոլի գնդակի չափ լիներ, ամենամոտ էլեկտրոնը գտնվեր կլիմեր մոտավորապես 2 կիլոմետր հեռավորության վրա։
Միջակայքը բացարձակ դատարկություն։ Դուք ով կարծում եք, որ լուրջ եւ կոնկրետ օբյեկտ եք, իրականում 99% դատարկություն եք։ Այժմ հարցը, ինչ է այդ դատարկությունը։ Դա ուղղակի ոչինչ է, թե ինչ-որ բան։ Քվանտային մեխանիկան ասում է, դատարկություն գոյություն չունի։ Այն, ինչ մենք անվանում ենք դատարկ տարածություն, իրականում եռում է վիրտուալ մասնիկների ակտիվությամբ։ Մասնիկներ, որոնք հայտնվում եւ անհետանում են անընդհատ, գոյություն ունենում են անհավատալիորեն կարճ ժամանակահատվածներով, այնքան կարճ, որ անուղղակիորեն չեն կարող դիտվել, բայց նրանց ազդեցությունը չափելի է։ Հերցոգ Կազիմիրը, հոլանդացի ֆիզիկոս, 1948 թվականին կանխատեսեց, որ երկու մետաղական սալեր, տեղադրված շատ մոտ միմյանց վակուումում, պետք է ձգվեն դեպի միմյանց այդ վիրտուալ մասնիկների ճնշման պատճառով։ 2005 թվականին սա փորձնականորեն հաստատվեց բացարձակ ճշգրտությամբ։ Դատարկությունը դատարկ չէ։ Դա նշանակում է տարածություն ինքը ինչ-որ բան է։ Ոչ թե պարզապես թատրոն, որտեղ տեղի են ունենում իրադարձություններ, այլ ակտիվ մասնակից։ Տարածությունն ունի կառուցվածք, էներգիա, դինամիկա։ Երբ մենք ասում ենք տարածությունը ընդլայնվում է, մենք նկատի ունենք, որ այս ակտիվ միջավայրը ստեղծում է նոր տարածություն իր ներսում։ Բայց ինչպես կարող է տարածությունը ստեղծել ինքն իրեն։ Պատասխանը կայանում է էներգիայի եւ նյութի փոխարկման մեջ։ Այնշտայնի ամենահայտնի հավասարումը E հավասար է mc քառակուսի, ասում է, որ էներգիան եւ մասսան միևնույնն են, տարբեր ձևերում։ Էներգիան կարող է վերածվել մասսայի, եւ մասսան կարող է վերածվել էներգիայի։ Բայց ահա ինչն է փորձնականորեն հաստատված վերջին տասնամյակներում։ Տարածություն ինքը պարունակում է էներգիա։ Այն, ինչ մենք անվանում ենք մութ էներգիա։ Այս էներգիան չի կուտակվում մասնիկներում կամ դաշտերում։ Այն պարզապես գոյություն ունի տարածության յուրաքանչյուր կուբ սանտիմետրում։ Եվ քանի որ տիեզերքը ընդլայնվում է, ստեղծվում է ավելի շատ տարածություն, ինչը նշանակում է ավելի շատ մութ էներգիա։ Այս լրացուցիչ էներգիան հրում է ընդլայնումը ավելի ու ավելի արագ։ Բայց սպասեք մի վայրկյան։ Եթե ընդլայնումը ստեղծում է նոր տարածություն, որը պարունակում է էներգիա, արդյոք դա չի խախտում էներգիայի պահպանման օրենքը։ Որտեղից է գալիս այդ լրացուցիչ էներգիան։ Սա մեծ խնդիր է, որի մասին ֆիզիկոսները շատ չեն խոսում հանրության հետ։ Պատասխանը կամայականորեն տարօրինակ է։ Տարածության ընդլայնման ընթացքում ստեղծված դրական էներգիան հավասարակշռվում է գրավիտացիոն դաշտի բացասական էներգիայով։ Ընդհանուր էներգիան մնում է 0։ Տիեզերքը կարող է ստեղծվել դատարկությունից, քանի որ ընդհանուր հաշվի վերջում ամեն ինչ գումարվում է 0-ի։ Սա հնչում է անհավատալի, բայց մաթեմատիկան աշխատում է։ Ալեն Գութը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տիեզերաբանը, 1981 թվականին առաջարկեց ինֆլյացիոն տիեզերաբանության տեսությունը, որը նկարագրում է, թե ինչպես կարող էր տիեզերքը սկսվել քվանտային տատանումներից եւ արագորեն ընդլայնվել անհավատալի չափերի։ Մեծ պայթյունից հետո առաջին ներքնանդրանք վայրկյանի ընթացքում տիեզերքը կրկնապատկեց իր չափը առնվազն 12 անգամ։ Սա նշանակում է, որ այն աճեց 2 հզորության 12 անգամ, ավելի քան 4000 անգամ։ Անհավատալի արագություն։ Եվ այդ ընդլայնման ժամանակ տարածություն ինքը ստեղծվեց։ Պատկերացրեք, ամբողջ դիզբողջ դիտելի տիեզերքը, բոլոր գալակտիկաները, աստղերը, մոլորակները, մենք, ամենքս ծագում ենք տարածության փոքրիկ շրջանից, որը 1000 միլիարդ անգամներ ավելի փոքր էր, քան պրոտոնը։ Այդ փոքրիկ տարածությունը պարունակում էր քվանտային տատանումներ, որոնք արագ ընդլայնման ժամանակ ձգվեցին հսկայական մասշտաբների եւ դարձան այն անօրինակությունները, որոնք մենք տեսնում ենք տիեզերական միկրոալիքային ֆոնում։ Այդ փոքրիկ խտության տարբերությունները հետագայում դարձան գալակտիկաներ եւ աստղեր։ Մենք իրականում ապրում ենք կառուցվածքում, որն առաջացել է քվանտային աղմուկից։ Արդյոք այս ամենը իրական է, թե միայն մաթեմատիկական խաղեր։ 2005 թվականին Վիլկինսոնի միկրոալիքային անիզոտրոպիայի դիտարկիչը, տիեզերական սարք, որը դիտում էր մեծ պայթյունից մնացած ճառագայթումը, չափեց ճշգրտորեն այն օրինաչափությունները, որոնք ինֆլյացիոն տեսությունը կանխատեսել էր 34 տարի առաջ։ Տվյալները համընկնում էին տեսության հետ անվերջ ճշգրտությամբ։ Հետո 2013 թվականին Պլանկի տիեզերական մարմինը տվեց ավելի ճշգրիտ չափումներ, որոնք նույնպես հաստատեցին ինֆլյացիան։ Տիեզերքը իսկապես սկսվել է քվանտային տատանումներից եւ ընկել է ինֆլյացիոն ընդլայնման մեջ։ Բայց ահա մի բան, որի մասին գիտնականները շատ չեն խոսում։ Ինֆլյացիայի տեսությունը կանխատեսում է, որ ինֆլյացիան չի դադարում ամենուր միաժամանակ։
Տարածության որոշ շրջաններում այն շարունակվում է հավերժորեն, մինչդեռ մեր փաստերում այն դադարեց եւ տվեց սկիզբ տաք, խիտ, ընդլայնվող տիեզերքի, որը մենք անվանում ենք մեծ պայթյուն։ Բայց եթե այլ շրջաններում ինֆլյացիան շարունակվում է, ապա այնտեղ ստեղծվում են նոր տիեզերքներ անընդհատ։ Սա կոչվում է հավերժական ինֆլյացիա, եւ այն կանխատեսում է անվերջ քանակությամբ տիեզերքներ, յուրաքանչյուրը իր սեփական ֆիզիկական օրենքներով, իր սեփական չափանիշներով։ Գիտեք, թե ինչն է այս տեսության հետ կապված ամենածայրահեղ մտքը, որ մեր տիեզերքը կարող է լինել միայն փուչիկ անվերջ փրփրիի մեջ։ Յուրաքանչյուր փուչիկ առանձին տիեզերք։ Որոշ տիեզերքներում գրավիտացիոն հաստատունը ուժեղ է, եւ ամեն ինչ անմիջապես կոլապսում է սև խոռոչների մեջ։ Մյուսներում այն այնքան թույլ է, որ աստղերը երբեք չեն կարող ձևավորվել։ Մեր տիեզերքում պատահաբար հաստատունները ճիշտ այնպիսին են, որ թույլ են տալիս կյանքի գոյությունը։ Դա կատարյալ կարգավորված է, թե պատահական, մենք չգիտենք։ Սա կոչվում է ֆիզիկական հաստատունների հարմարեցման խնդիր։ Բնության 70 կամ ավելի հիմնարար հաստատուններ գոյություն ունեն՝ էլեկտրոնի լիցք, լույսի արագություն, գրավիտացիոն հաստատուն եւ այլն։ Եթե դրանցից յուրաքանչյուրը փոխվեր ընդամենը 1%-ով, տիեզերքը, որպիսին մենք ճանաչում ենք, չէր կարող գոյություն ունենալ։ Աստղերը չէին վառվի, ատոմները չէին կարող ձևավորվել, կյանքը անհնար կլիներ։ Արդյոք մենք պարզապես բախտավոր ենք ապրել այն միակ տիեզերքում, որտեղ հաստատունները ճիշտ են, թե կա որևէ ավելի խորը բացատրություն։ Երբ դուք մտածում եք այս հարցի մասին, անհարմարվող պատկերացում է ծագում։ Եթե անվերջ տիեզերքներ գոյություն ունեն, ապա յուրաքանչյուր հնարավոր կոնֆիգուրացիա հաստատունների համար պետք է տեղ ունենա ինչ-որ տեղ։ Մենք գտնվում ենք այն տիեզերքում, որտեղ հաստատունները թույլ են տալիս կյանք, ոչ այն տան պատճառով, որ որևէ կերպ հատուկ ենք, այլ այն պատճառով, որ մենք չէինք կարող լինել որևէ այլ տեղ։ Միայն այն տիեզերքներում, որտեղ հաստատունները թույլ են տալիս կյանք, կարող են լինել դիտողներ, որոնք կշարունակեն հարցնել. ինչու հաստատունները այդպես են կարգավորված։ Սա կոչվում է անտրոպային սկզբունք, եւ շատերը այն համարում են փիլիսոփայական խաբեություն, իսկ ուրիշներ խորը պատասխան։ Բայց եկեք վերադառնանք հիմնական հարցին։ Եթե տարածությունը քվանտային խտության տատանումներից է ծագում, ապա ինչ է քվանտային դաշտը, որտեղ այդ տատանումները տեղի են ունենում։ Քվանտային դաշտերը լցնում են ամբողջ տարածությունը։ Յուրաքանչյուր մասնիկ, էլեկտրոնը, ֆոտոնը, քվարկը դրա համապատասխան քվանտային դաշտի հուզումն է։ Դուք կարող եք մտածել դաշտի մասին որպես անվերջ ձգված ռետինե շերտ։ Մասնիկը պոկվածք է այդ շերտում, բայց դաշտն ինքը գոյություն ունի նույնիսկ այն տեղերում, որտեղ մասնիկներ չկան։ Այն հիմնարար է, իսկ մասնիկները երևույթներ։ Ֆրանկ Վիլչեկը, Նոբելյան մրցանակակիր ֆիզիկոս, ասում է. դատարկությունը մեր աշխարհի ամենակարևոր նյութական առարկան է։ Քվանտային դաշտերը, որոնք լցնում են տարածությունը, սահմանում են, թե ինչպես է աշխատում իրականությունը։ Տարածության ընդլայնումը հիմնականում քվանտային դաշտերի ընդլայնումն է։ Դաշտերը ձգվում են, եւ դրանցում եղած բոլոր մասնիկները հեռանում են միմյանցից։ Այստեղ է, որտեղ քվանտային մեխանիկան եւ հարաբերականությունը հանդիպում են, եւ այս հանդիպման կետն է, որտեղ մեր հասկացողությունը սկսում է ճաքվել։ 1938 թվականին Փոլ Դիրակը ստեղծեց հավասարումներ, որոնք միավորեցին քվանտային մեխանիկան եւ հատուկ հարաբերականությունը։ Այդ հավասարումները կանխատեսեցին անանտիմատերիա գոյությունը, մասնիկներ, որոնք ճիշտ նույնն են, ինչ սովորական մասնիկները, բայց հակադիր լիցքով։ Երբ մասնիկը եւ հակամասնիկը հանդիպում են, դրանք ոչնչացնում են միմյանց եւ վերածվում են զուտ էներգիայի։ Հետագայում հակամատերիան փորձնականորեն հայտնաբերվեց, եւ այժմ մենք կարող ենք նույնիսկ ստեղծել փոքր քանակություններ լաբորատորիաներում։ Բայց ահա խնդիրը։ Մեծ պայթյունի ժամանակ մատերիան եւ հակամատերիան պետք է ստեղծվեին սավասար քանակություններով։ Նրանք պետք է լրիվ ոչնչացվեին միմյանց, թողնելով տիեզերք առանց որևէ նյութի։ Բայց ահա մենք, բոլոր աստղերը, գալակտիկաները, մենք, ամենքս կազմված ենք մատերիայից։ Հակամատերիան գրեթե ամբողջովին բացակայում է։ Ինչու։ Ոչ ոք չգիտե։ Սա կոչվում է բարիոնային ասիմետրիայի խնդիր, եւ դա տիեզերաբանության մեծագույն անլուծված խնդիրներից մեկն է։ 2010 թվականին Ֆերմիլաբի ֆիզիկոսները հայտնաբերեցին փոքր տարբերություններ այն ձևով, թե ինչպես են մասնիկները եւ հակամասնիկները քայքայվում։ Բայց այդ տարբերությունը չափազանց փոքր է, բացատրելու համար, թե ինչու տիեզերքը լի է մատերիայով։ Պետք է լինի ավելի մեծ տարբերություն, որը մենք դեռ չենք հայտնաբերել։ Կամ էլ մեր հիմնական ֆիզիկայի հասկացողությունը սխալ է։ Երկու տարբերակներն էլ անհանգստացնող են։ Եկեք խոսենք մի բանի մասին, որը գիտնականները հազվադեպ են քննարկում հանրայնորեն։
Տիեզերաբանության ստանդարտ մոդելը, մեր լավագույն տեսությունը տիեզերքի մասին, կախված է 3 բանից՝ մեծ պայթյուն, մութ նյութ եւ մութ էներգիա։ Բայց մենք չգիտենք, թե ինչ է մութ նյութը, մենք չգիտենք, թե ինչ է մութ էներգիան, եւ մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել մեծ պայթյունից առաջ։ Մեր լավագույն տեսությունը տիեզերքի մասին կախված է 3 բաներից, որոնց վերաբերյալ մենք գրեթե ամբողջովին տգետ ենք։ Դա խիստ զգոմ պետք է լինի։ 2016 թվականին կատարվեց փորձ Lux կոչված մեծ ստորգետնյա դետեկտորով հարավային Դակոտայում հայտնաբերելու մութ նյութի մասնիկները։ Փորձը տևեց 87 տարիների տվյալների հավաքում։ Արդյունքը ոչինչ, ոչ մի ազդանշան։ Այս մասին չկա լայն լրատվություն, քանի որ բացասական արդյունքները հազվադեպ են ստանում վերնագրեր։ Բայց սա խիստ կարևոր է։ Մեր լավագույն թեկնածուները մութ նյութի համար թույլ փոխազդող զանգվածային մասնիկները կարծես չեն գոյություն ունենում։ Կամ վերցրեք Պլանկի տիեզերական մարմնի երկանոմալիաները։ 2013 թվականին, երբ Պլանկը հրապարակեց իր տիեզերական միկրոալիքային ֆոնի քարտեզը, տվյալները ցույց տվեցին 2 տարօրինակ բան։ Առաջին, կոսմոլոգիական սահմանը գծացիր գծում երկինք, որտեղ ջերմաստիճանը համակարգային տարբեր էր երկու կողմերում։ Երկրորդ, սառը կետ, տարածք, որը զգալիորեն ցրտիր է, քան ակնկալվում էր։ Երկուսն էլ չեն համապատասխանում ստանդարտ տիեզերաբանական մոդելին։ Գիտնականները դրանք անվանում են անոմալիաներ եւ հուսով են, որ լրացուցիչ տվյալները կպարզաբանեն դրանք։ Բայց ինչ-որ մեկը կարող է չհամապատասխանել։ Կամ դիտեք Հաբլի լարվածությունը։ 2019 թվականին տարբեր մեթոդներ Հաբլի հաստատունի չափման համար տվեցին տարբեր արդյունքներ։ Երբ դուք չափում եք ընդլայնումը, օգտագործելով հեռավոր սուպերնովաները, դուք ստանում եք մեկ արժեք։ Երբ չափում եք, օգտագործելով տիեզերական միկրոալիքային ֆոնը, ստանում եք այլ արժեք։ Տարբերությունը չափազանց մեծ է, որպեսզի լինի պատահական սխալ։ Մեկը սխալ է, կամ մեր տիեզերաբանության հիմնական մոդելը թերի է։ Ոչ մի տարբերակ չի հարմար։ Դուք կարծում եք, որ գիտնականներն ունեն բոլոր պատասխանները։ Նրանք չունեն։ Նրանք ձեզ կասեն, եթե արժե հարցնել հարցեր։ Տիեզերաբանությունը ճգնաժամային վիճակում է։ Մեր հիմնական մոդելը աշխատում է դատարկված է, բայց երբ փոքր մանրամասնություններ ավելացնում ենք, բացերը սկսում են ցույց տալ։ Մենք չգիտենք, թե ինչ է մութ նյութը, չգիտենք, թե ինչ է մութ էներգիան։ Չենք կարող համաձայնեցնել Հաբլի հաստատունի տարբեր չափումները, եւ չգիտենք, թե ինչու տիեզերքը լի է մատերիայով, այլ ոչ թե հակամատերիայով։ Բայց գուցե ամենախոր խնդիրը չէ այն, ինչ մենք չգիտենք, այլ այն, ինչ չենք կարող իսկապես գիտակցել։ Մենք հարցնում ենք, ուր է ընդլայնվում տիեզերքը։ Հարցը ենթադրում է, որ գոյություն ունի որտեղ տարածություն, որի մեջ տիեզերքը ընդլայնվում է։ Բայց տարածություն ինքը տիեզերքն է, չկա արտաքին։ Հարցը գործադրում է հասկացությունների կատեգորիաներ, որոնք գործածական չեն այս մակարդակում։ Դա նման է հարցնելուն, ինչ ժամ է մեծ պայթյունից առաջ։ Ժամանակը սկսվել է մեծ պայթյունից, առաջ չկա։ Նմանապես տարածությունը կազմում է տիեզերքը։ Դրսից չկա։ Այս մտածողության ձևը անհարմար է մարդկային ուղեղի համար։ Մենք զարգացել ենք մտածելու առարկաների մասին, որոնք շարժվում են տարածության միջով։ Մեր էվոլյուցիոն պատմությունը չի պահանջել մեզ պատկերացնել տարածության ստեղծումը կամ չորսչափ երկրաչափությունը։ Մենք հավասարումներ ենք գրում, որոնք նկարագրում են այդ բանը, բայց մենք չենք կարող իսկապես տեսնել դա մեր մտքում։ Դա մեր հասկացողության սահմանն է։ Տիեզերաբան Մարտին Ռիսը մի անգամ ասել է. կարող է լինել, որ իրականության որոշ ասպեկտներ անդրընթանցելի են մարդկային ինտելեկտի համար, ինչպես քվանտային մեխանիկան անհասանելի է շների համար։ Սա զգուշացնող միտք է։ Շներն ապրում են մեզ հետ նույն աշխարհում, բայց նրանց ուղեղները չեն կարող հասկանալ մեր գիտությունը, մեր մաթեմատիկան, մեր տեխնոլոգիան։ Արդյոք կարող է լինել, որ մենք նմանապես սահմանափակված ենք։ Արդյոք կարող են լինել ասպեկտներ իրականության, որոնք հիմնականորեն անհասանելի են մեզ համար, անկախ նրանից, թե որքան խելացի ենք դառնում։ Դուք մտածում եք, որ տիեզերքի ընդլայնումը անիմաստ է, քանի որ դուք չեք կարող պատկերացնել, թե ուր է այն ընդլայնվում։ Թե դուք մտածում եք, որ մեր հասկացողության սահմանները չեն նշանակում, որ իրականությունը դադարում է գոյություն ունենալ։ Տարածությունը շարունակում է ստեղծել ինքն իրեն, անկախ նրանից, թե արդյոք մենք կարող ենք պատկերացնել այդ գործընթացը։ Գալակտիկաները շարունակում են հեռանալ միմյանցից։ Մութ էներգիան շարունակում է հրել ընդլայնման արագացումը։ Կյանքն առաջանում է մոլորակներում։ Գիտակցությունը ծագում է ուղեղներում։ Եվ այս բոլորի մեջ մենք կանգնած ենք փորձելով հասկանալ, փորձելով պատկերացնել, փորձելով գտնել իմաստ այն մեջ, ինչը կարող է լինել անդրընթանցելի։ Մի բան սակայն հստակ է. հարցը
Ուր է ընդլայնվում տիեզերքը սխալ հարց է, քանի որ այն ստեղծված է հիմնվելով մեր ինտուիտիվ հասկացությունների վրա տարածության մասին։ Ճիշտ հարցերը հավանաբար պետք է լինեն. ինչպես է տարածաժամանակային գործվածքի մետրիկան փոխվում ժամանակի ընթացքում, կամ ինչով է պայմանավորված տիեզերքի արագացող ընդլայնումը։ Բայց նույնիսկ այդ հարցերը անկատար են, քանի որ նրանք մնում են մեր սահմանափակ լեզվի եւ մտածելակերպի ներսում։ Այժմ թույլ տվեք ասել ձեզ ինչ-որ բան, որը կփոխի ձեր տեսակետը ամբողջովին։ 1926 թվականին Վերներ Հայզենբերգը ձևակերպեց անորոշության սկզբունքը, որը ասում է. դուք չեք կարող միաժամանակ իմանալ մասնիկի դիրքը եւ իմպուլսը բացարձակ ճշգրտությամբ։ Որքան ավելի ճշգրիտ գիտեք մեկը, այնքան ավելի անորոշ է մյուսը։ Սա ոչ թե չափման սխալ է, սա իրականության հիմնարար սահմանափակում է։ Մասնիկը չունի որոշակի դիրք եւ իմպուլս, մինչեւ դուք չափեք։ Մինչ այդ պահը այն գոյություն ունի հավանականությունների ամպում։ Բայց ահա ինչն է ամենաապշեցուցիչը։ Դուք, դիտողը, ձեր չափման գործողությամբ փոխում եք իրականությունը։ Պատկերացրեք։ Իրականությունը չի գոյություն ունենում որոշակի ձևով, մինչև դրան դիտվի։ Սա հնչում է որպես մետաֆիզիկական անհեթեթություն, բայց սա քվանտային մեխանիկայի ուղղակի հետևանքն է։ 1935 թվականին Էրվին Շրեդինգերը ձևակերպեց հայտնի կատուի մտածողական փորձը, ցույց տալու համար, թե որքան աբսուրդ է այս իրավիճակը։ Կատուն տուփի մեջ է ռադիոակտիվ նմուշի հետ։ Եթե նմուշը քայքայվի, դա կմահացնի կատուն։ Քվանտային մեխանիկայի համաձայն, մինչև դուք բացեք տուփը, նմուշը միաժամանակ եւ քայքայված է եւ ոչ։ Կատուն եւ կենդանի է եւ մեռած։ Միայն երբ բացեք տուփը եւ դիտեք, հավանականությունների ալիքը կոլապսում է մեկ իրականության մեջ։ Շրեդինգերը հորինեց այս օրինակը, ցույց տալու, թե որքան խելագար է քվանտային մեխանիկան, երբ կիրառվում է մակրոսկոպիկ աշխարհին։ Կատուն չի կարող լինել միաժամանակ կենդանի եւ մեռած։ Սա խելագարություն է։ Բայց մաթեմատիկան պնդում է, որ ճիշտ դա է տեղի ունենում քվանտային մակարդակում։ Ու հարցը, որը 100 տարի մղում է ֆիզիկոսների խելագարության, որ պահին ընդհատվում է քվանտային պահվածքը եւ սկսվում է դասական պահվածքը։ Որ պահին կատուն դառնում է որոշակիորեն կենդանի կամ մեռած։ Կոպենհագենի մեկնաբանությունը, որը մշակվել է Նիլս Բորի եւ Վերներ Հայզենբերգի կողմից, ասում է, քվանտային համակարգը մնում է սուպերպոզիցիայի մեջ, միաժամանակ բոլոր հնարավոր վիճակներում, մինչև դիտվի։ Դիտումը ստիպում է համակարգին ընտրել մեկ վիճակ, բայց սա ծնում է անհանգստացնող հարց. ինչ է համարվում դիտում։ Արդյոք կատուն ինքը դիտող չէ։ Արդյոք ատոմը դիտող է իր սեփական վիճակի։ Ուր է սահմանը։ Ալբերտ Այնշտայնը ատում էր սա։ Նա հայտնի կերպով ասաց Բորին. դուք իսկապես կարծում եք, որ լուսինը չի գոյություն ունենում, երբ դուք նայում չեք դրան։ Այնշտայնը հավատում էր օբյեկտիվ իրականության գոյությանը, անկախ դիտողներից։ Բոր պատասխանեց. Այնշտայն, դադարեք ասել Աստծուն, թե ինչ անել։ Այս վեճը շարունակվում է մինչ օրս։ Մենք դեռևս չգիտենք, արդյոք իրականությունը գոյություն ունի, երբ ոչ ոք չի նայում։ Բայց պատմությունը դառնում է ավելի տարօրինակ։ 1925 թվականին Նիլս Բորը եւ Ալբերտ Այնշտայնը սկսեցին մի շարք բանավեճներ, որոնք տևեցին տասնամյակներ։ Այնշտայնը կառուցում էր մտածողական փորձեր, որոնք ցույց էին տալիս քվանտային մեխանիկայի անհամապատասխանությունները։ Բոր գտնում էր պատասխաններ։ Յուրաքանչյուր անգամ Այնշտայնը կարծում էր, որ գտել է հակասություն։ Բոր ապացուցում էր, որ քվանտային մեխանիկան միևնույնն է հետևողական։ Բայց Այնշտայնի ամենակարևոր մարտահրավերը եկավ 1935 թվականին, հայտնի EPR փարադոքսով։ Այնշտայնը, Փոդոլսկին եւ Ռոզենը ձևակերպեցին մտածողական փորձ, որը ցույց էր տալիս, եթե քվանտային մեխանիկան լրիվ է, ապա երկու մասնիկներ, որոնք մի անգամ փոխազդել են, կարող են ազդել միմյանց վրա անմիջապես, անկախ հեռավորությունից։ Սա կոչվում է քվանտային հյուսք։ Այնշտայնը դա անվանեց ուրվականային հեռակագործողություն եւ հավատում էր, որ դա ապացուցում է քվանտային մեխանիկայի անլրիվությունը։ Նրա կարծիքով պետք է գոյություն ունենան թաքնված փոփոխականներ, տեղեկատվություն, որը մենք չգիտենք, բայց որը որոշում է մասնիկների վարքագիծը։ 30-ավոր տարի անց 1964 թվականին Ջոն Բելլը ապացուցեց, որ այդ թաքնված փոփոխականները չեն կարող գոյություն ունենալ։ Նա ստեղծեց մաթեմատիկական թեստ, որը կարող էր տարբերել թաքնված փոփոխականների տեսությունները իսկական քվանտային մեխանիկայից։ Երբ փորձարկումները կատարվեցին, առաջին անգամ 1970 կրկնիկ թվականին Ջոն Քլաուզերի եւ Ստյուարտ Ֆրիդմենի կողմից եւ հետո ավելի ճշգրիտ 1981 թվականին Ալեն Ասպեի կողմից Պարիզում արդյունքները հստակ էին։ Քվանտային հյուսքը իրական է։ Այնշտայնը սխալվել էր։
Դա նշանակում է, որ երկու մասնիկներ կարող են կապված լինել այնպես, որ մեկի վիճակի չափումը անմիջապես որոշում է մյուսի վիճակը, անկախ հեռավորությունից։ 2022 թվականին Ալեն Ասպեն, Ջոն Քլաուզերը և Անտոն Ցայլինգերը ստացան Նոբելյան մրցանակ իրենց աշխատանքի համար, որը ապացուցեց քվանտային հյուսքի գոյությունը։ Սա փոխում է ամեն ինչ։ Տիեզերքը կապված է ձևերով, որոնք մենք դեռ չենք հասկանում։ Տեղեկատվությունը կարող է փոխանցվել ձևերով, որոնք չեն հետևում դասական ֆիզիկայի սահմանափակումներին։ Գիտեք, թե ինչու է սա կարևոր մեր սկզբնական հարցի համար։ Քանի որ եթե տիեզերքը ծնվել է մեծ պայթյունից, երբ ամբողջ տիեզերքը հավաքված էր անկատարելիորեն փոքր կետում, ապա բոլոր մասնիկները մի անգամ փոխազդել են միմյանց հետ։ Դա նշանակում է, ամբողջ տիեզերքը քվանտային հյուսված է։ Յուրաքանչյուր ատոմ ձեր մարմնում, յուրաքանչյուր ֆոտոն աստղերից, յուրաքանչյուր մասնիկ ամենահեռավոր գալակտիկաներում, բոլորը մասնակիցներն են մեկ կապված համակարգի։ Տիեզերքը չի կազմված առանձին օբյեկտներից, այն մեկ միասնական ամբողջություն է։ Բայց ահա ինչն է ավելի տարօրինակ։ Երբ դուք դիտում եք քվանտային համակարգ, դուք փոխում եք դրա վիճակը։ Ուստի, երբ դիտում ենք տիեզերքը, արդյոք մենք փոխում ենք տիեզերքը։ Ջոն Վույլերը, հայտնի ֆիզիկոս, ասաց. «Դիտողները անհրաժեշտ են տիեզերքին գոյություն բերելու համար»։ Նա կոչեց սա մասնակիցային տիեզերք։ Ըստ այս տեսակետի, տիեզերքը չի գոյություն ունենում որոշակի ձևով, մինչև դիտողներ հայտնվեն։ Մեր դիտումները, մեր չափումները, մեր գիտակցությունը միասին ստեղծում են իրականությունը։ Սա հնչում է որպես New Age պսևդոգիտություն, բայց Ուիլերը ոչ թե մարգինալ էր, նա եղել է Նիլս Բորի ուսանողը, Ռիչարդ Ֆեյնմանի ուսուցիչը, աշխատել է ատոմային ռեակտորների նախագծման վրա և մասնակցել է Մանհաթենյան նախագծին։ Նրա գաղափարները խելագարություն չեն, դրանք քվանտային մեխանիկայի լուրջ մեկնաբանություն են։ Եվ եթե դրանք ճիշտ են, ապա մենք ոչ միայն դիտողներ ենք տիեզերքում, մենք ակտիվ մասնակիցներ ենք տիեզերքի ստեղծման մեջ։ Բայց սպասեք, եթե դիտողները անհրիտողները անհրաժեշտ են տիեզերքին գոյություն բերելու համար, ապա ինչպես գոյություն ունեցավ տիեզերքը, մինչև դիտողները հայտնվեցին։ Ուլերը առաջարկեց անհավատալի պատասխան՝ հետաձգված ընտրության փորձը։ Մտածողական փորձում դիտումը ներկայում կարող է ազդել անցյալի վրա։ Ֆոտոնը, որը ճանապարհորդել է միլիարդավոր տարիներ, չունի որոշակի ուղի մինչև մենք դիտենք այն։ Մեր ընտրությունը ներկայում կարող է հետադարձ որոշել դրա պատմությունը։ Եթե դա ճիշտ է, ապա մեր դիտումները այսօր կարող են ազդել տիեզերքի անցյալի վրա, վերադառնալով մինչև մեծ պայթյունը։ Սա ապշեցուցիչ է, և շատ ֆիզիկոսներ չեն ընդունում այն, բայց փորձարկումները կատարվել են։ 1986 թվականին Քերոլ Ալեյը և ուրիշներ Մերիլենդի համալսարանում կատարեցին հետաձգված ընտրության փորձ ֆոտոններով։ Արդյունքները համապատասխանում էին Ուիլերի կանխատեսումներին։ Ֆոտոնը իրոք վարվում էր այնպես, կարծես ներկայում կայացած ընտրությունը որոշում էր դրա անցյալի պահվածքը։ 2007 թվականին Ժան-Ֆրանսուଆ Ռոշը և նրա թիմը Նիցսայում կրկնեցին փորձը ավելի մեծ հեռավորություններով։ Նույն արդյունքը։ Ժամանակը, որպիսին մենք կարծում ենք, որ հասկանում ենք, կարծես չի գործում քվանտային մակարդակում։ Եկեք խոսենք ժամանակի մասին ավելի խորը։ Դուք զգում եք, որ ժամանակն անցնում է։ Անցյալը արդեն տեղի է ունեցել, ապագան դեռ չի եկել։ Բայց ֆիզիկայի օրենքները չեն տարբերում անցյալը և ապագան։ Նյուտոնի օրենքները գործում են հավասար, լավ առաջ կամ հետ ժամանակում։ Մաքսվելի էլեկտրոմագնետիզմի հավասարումները զգույշ չեն ժամանակի ուղղության նկատմամբ։ Նույնիսկ Այնշտայնի հարաբերականությունը անտարբեր է ժամանակի ուղղությանը։ Ֆիզիկայի հիմնական օրենքները չեն բացատրում, թե ինչու մենք զգում ենք ժամանակի հոսքը միայն մեկ ուղղությամբ։ Պատասխանը կարող է գտնվել թերմոդինամիկայի երկրորդ օրենքում։ Էնտրոպիան, անկարգության չափը, միշտ ավելանում է ժամանակի ընթացքում փակ համակարգում։ Սառը սուրճը ջերմանում է մինչև սենյակային ջերմաստիճան, երբեք հակառակը։ Կոտրված բաժակը չի վերակազմավորվում ինքնաբերաբար։ Էնտրոպիայի ավելացումը տալիս է մեզ ժամանակի սլաք, տարբերությունը անցյալի և ապագայի միջև։ Բայց ինչու էնտրոպիան ավելանում է։ Քանի որ տիեզերքը սկսվել է անհավատալիորեն ցածր էնտրոպիայի վիճակից, մեծ պայթյունը չափազանց կարգավորված էր, և այդ օրվանից ի վեր տիեզերքը դանդաղորեն դառնում է ավելի անկարգ։ Բայց ինչու սկսվեց տիեզերքը այդքան ցածր էնտրոպիայով։ Սա մեծագույն խորհուրդներից մեկն է տիեզերաբանության մեջ։ Շատ տիեզերների տեսության մի տարբերակը պնդում է, որ մեր տիեզերքը պարզապես բախտավոր տատանում է անվերջ քաոսում։ Ժամանակ առ ժամանակ, պատահականորեն, ցածր էնտրոպիայի մի շրջան ստեղծվում է։ Եվ դա դառնում է տիեզերք, որտեղ ժամանակն ունի ուղղություն։ Բայց մյուս տեսությունները ավելի արմատական են։
Կան ֆիզիկոսներ, ովքեր պնդում են, որ ժամանակն իսկապես չի գոյություն ունենում։ Ջուլիան Բարբուրը, բրիտանացի ֆիզիկոս, գրել է գիրք «Ժամանակի վերջը»։ Նա պնդում է, որ ժամանակը միայն հանդգնություն է։ Իրականությունը բաղկացած է անվերջ քանակությամբ հիմա պահերից, որոնցից յուրաքանչյուրը գոյություն ունի անկախ։ Մենք ապրում ենք մեկ այդ հիմա պահում, եւ մեր հիշողությունները ստեղծում են հանդգնությունը, որ կար անցյալ։ Բայց անցյալը չի գոյություն ունենում, ապագան չի գոյություն ունենում, կա միայն վեհափառ հիմա։ Սա հնչում է խելագար, բայց Բարբուրը լուրջ մաթեմատիկական ֆիզիկոս է, եւ նրա գաղափարները վերցված են լրջության մեջ բազմաթիվ գիտնականների կողմից։ Արդյոք սա կապված է մեր սկզբնական հարցի հետ։ Եթե ժամանակը հանդգնություն է, ապա ընդլայնում հասկացությունը նույնպես հանդգնություն է։ Տիեզերքը չի ընդլայնվում ժամանակի ընթացքում, քանի որ ժամանակ չկա։ Ավելի ճիշտ, գոյություն ունի անվերջ քանակությամբ ստատիկ կոնֆիգուրացիաներ տիեզերքի, յուրաքանչյուրը տարբեր չափով։ Մենք ապրում ենք մեկի մեջ, եւ մեր հիշողությունները ստեղծում են պատրանք, որ մենք ափերեցինք փոքր մեկից։ Բայց ամբողջ պատմությունը գոյություն ունի միաժամանակ ճառագայթավոր սպիտակության մեջ։ Բոլոր հիմաների ծովը, ինչպես Բարբուրը անվանում է։ Ցավով, մենք չենք կարող ապացուցել կամ հերքել սա։ Ժամանակի բնույթը մնում է մեծագույն տհաճությունը ֆիզիկայում։ Մենք գիտենք, որ ժամանակը կապված է տարածության հետ։ Այնշտայնի հարաբերականությունը ցույց տվեց, որ ժամանակը դանդաղում է ուժեղ գրավիտացիոն դաշտերում եւ բարձր արագություններում։ Երկու նույնական ժամացույցներ կսկսեն ընթանալ տարբեր արագություններով, եթե մեկը շարժվի, իսկ մյուսը ոչ։ Սա փորձնականորեն ապացուցված է հազարավոր անգամներ։ Ժամանակը բացարձակ չէ, այն փոփոխական է։ Եվ քանի որ տարածությունը ընդլայնվում է, ժամանակի հոսքն էլ փոխվում է։ Գիտեք, թե ինչքան տարօրինակ է դառնում ժամանակը, երբ բիտում ենք սև խոռոչները։ Եթե դուք կանգնեք հեռուներից եւ նայեք ինչ-որ մեկին, ով ընկնում է սև խոռոչ, կտեսնեք, որ նրանք դանդաղում են երբեք չհասնելով դեպքերի հորիզոնին։ Նրանց ժամանակը դանդաղում է ձեր հայացքից, եւ նրանք կարծես սառեցած են անվերջության մեջ։ Բայց նրանց սեփական տեսակետից նրանք անցնում են հորիզոնը սովորական ժամանակում եւ շարունակում ընկնել դեպի կենտրոնը։ Երկու տեսակետներն էլ ճիշտ են։ Ժամանակը բացարձակ չէ, այն կախված է դիտողից։ Արդյոք դուք տեսնում եք, թե որքան խելագար է դառնում տիեզերքը, երբ խորը մտածում ենք դրա մասին։ Տարածությունը չի ընդլայնվում որևէ տեղ։ Ժամանակը կարող է լինել հանդգնություն, դիտումը փոխում է իրականությունը։ Յուրաքանչյուր ատոմ տիեզերքում կապված է քվանտային հյուսքի միջոցով, եւ հավանաբար մեր գիտակցությունը ներգրավված է իրականության ստեղծման մեջ։ Սա ոչ թե գիտաֆանտաստիկա է, սա ժամանակակից ֆիզիկան է։ Բայց թող վերադառնանք ավելի հիմնական բանի։ Դուք, ով կարդում եք սա, դուք գոյություն ունեք։ Դուք գիտակցված եք։ Դուք կարող եք մտածել տիեզերքի մասին, դրա ծագման մասին, դրա վախճանի մասին։ Ինչպես է դա հնարավոր։ Մոտավորապես 7 օկտիլիոն ատոմ, որոնք կազմում են ձեր մարմինը, ամբողջովին դատարկ են։ Եթե հեռացնենք դատարկ տարածությունը ատոմներից, ձեր ամբողջ մարմինը կնվազի մի բանի չափով, որը փոքր է, քան հացի փշուր։ Սակայն այդ գրեթե դատարկ ատոմները դասավորված ճշգրիտ կերպով ստեղծում են ուղեղ, որը կարող է մտածել անվերջության մասին։ Ձեր ուղեղը պարունակում է մոտավորապես 86 միլիարդ նեյրոն։ Յուրաքանչյուր նեյրոն կարող է ունենալ մինչև 10,000 կապեր այլ նեյրոնների հետ։ Ընդհանուր հաշվի վերջում դա մոտավորապես 100 տրիլիոն սինապտիկ կապ է։ Այս ցանցում էլեկտրական իմպուլսները ճանապարհորդում են, քիմիական նյութեր փոխանցվում են եւ ինչ-որ կերպ այս ֆիզիկական գործընթացներից ծագում է գիտակցությունը։ Ձեր մտքերը, զգացմունքները, հիշողությունները, եսի զգացումը բոլորը ծագում են էլեկտրաքիմիական ակտիվությունից, թյունից։ Բայց ինչպես։ Սա կոչվում է գիտակցության կոշտ խնդիր։ Դեյվիդ Չալմերսը, ֆիլիսոփա, ձևակերպեց այս հարցը 1995 թվականին։ Մենք կարող ենք բացատրել, թե ինչպես է ուղեղը մշակում տեղեկատվությունը, ինչպես է նեյրոնները կրակում, ինչպես են հիշողությունները պահվում։ Սրանք հեշտ խնդիրներ են, բայց մենք չենք կարող բացատրել, թե ինչու եւ ինչպես ֆիզիկական գործընթացները ծնում են սուբյեկտիվ փորձը։ Ինչու է կարմիր գույնը տեսնելը զգացվում որոշակի կերպ։ Ինչու է ցավը ցավ։ Ինչու կա ինչ-որ բան, որը լինում է լինել ինձ։ Սա կոշտ խնդիրն է եւ ոչ ոք չունի պատասխան։ Կան ֆիլիսոփաներ եւ գիտնականներ, ովքեր պնդում են, որ գիտակցությունը պարզապես իլյուզիա է։ Դենիել Դենեթը, հայտնի ֆիլիսոփա, ասում է, որ գիտակցությունը պատրանք է, որը ստեղծում է ուղեղը։ Չկա իրական ես, կա միայն էլեկտրաքիմիական ակտիվություն, որը պատրանք է ստեղծում ներքին կյանքի։ Բայց ուրիշները անհամաձայն են։
Նրանք ասում են, որ գիտակցությունը ամենավստահելի բանն է, որը մենք գիտենք։ Ռենե Դեկարտը հայտնի կերպով ասաց. «Մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ։ Ես կարող եմ կասկածել ամեն բանի մեջ, բայց չեմ կարող կասկածել, որ ես կասկածում եմ։ Գիտակցությունը առաջնային փաստ է։ Արդյոք գիտակցությունը պարզապես ուղեղի գործառույթ է, թե ինչ-որ հիմնարար ասպեկտ տիեզերքի։ Ռոջեր Փենրոզը, Նոբելյան մրցանակակիր ֆիզիկոս, պնդում է, որ գիտակցությունը կապված է քվանտային գործընթացների հետ ուղեղում։ Նա ասում է, որ դասական ֆիզիկան չի կարող բացատրել գիտակցությունը և որ քվանտային մեխանիկան անհրաժեշտ է։ Սա շատ վիճելի է, և մեծ մասը նեյրոբանականները չեն հավատում դրան, բայց Փենրոզը լուրջ գիտնական է, և նրա գաղափարները չեն կարող անտեսվել։ Կամ վերցրեք պամպսիխիզմի գաղափարը։ Սա տեսակետն է, որ գիտակցությունը հիմնարար հատկություն է բոլոր բանի մասին, ոչ միայն ուղեղի։ Ատոմները, էլեկտրոնները, նույնիսկ տարածություն, ինքը կարող են ունենալ գիտակցության որոշ ձև։ Մարդկային գիտակցությունը պարզապես բարդ կազմակերպում է այդ հիմնարար պրոտոգիտակցության։ Սա հնչում է խելագար, բայց ֆիլիսոփաներ, ինչպես Գալեն Սթրոուսենը և գիտնականներ, ինչպես Քրիստոֆ Քոխը, սրան անդրադառնում են լրջորեն։ Ես գիտեմ, թե ինչ մտածում եք։ Սա բոլորն էլ շատ սպեկուլատիվ է։ Որտեղ է գիտությունը, որտեղ են փորձերը։ Ճիշտ եք։ Գիտակցության հետազոտությունը դեռևս իր մանկությունն է։ Մենք չունենք լավ գործիքներ չափելու սուբյեկտիվ փորձը, բայց փորձեր կատարվում են։ 2016 թվականին Քրիստոֆ Քոխը և նրա թիմը Սիաթլում ստեղծեցին գիտակցության մետր, գործիք, որը փորձում է չափել գիտակցության մակարդակը, հիմնված ուղեղի ինտեգրված տեղեկատվության վրա։ Արդյունքները հոժարակալ են, բայց դեռ ոչ վճռական։ Բայց վերադառնանք տիեզերքին։ Եթե գիտակցությունը իսկապես հիմնարար է, եթե այն կապված է քվանտային մեխանիկայի հետ, եթե դիտումը ստեղծում է իրականությունը, ապա ինչ է նշանակում տիեզերքը ընդլայնվում է։ Ինչ է նշանակում միում մի բան գոյություն ունենալ, եթե ոչ ոք չի դիտում։ Տիեզերքը գոյություն ունի որոշակի վիճակով, մինչև գիտակցությունը հայտնվեց։ Կամ տիեզերքի ամբողջ պատմությունը, ունը, ներառյալ մեծ պայթյունը, հետադարձ ստեղծվեց մեր դիտումներով։ Սրանք տագնապեցնող հարցեր են, և պատասխաններ չկան։ Բայց ահա ինչ գիտենք, վստահեցնում ենք մեր սիրո համար։ Մեր մոտ Աստված է, և Աստված մեզ հետ է ապրելու։ Կան, բայց ահա ինչ գիտենք վստահորեն։ Դուք գոյություն ունեք։ Դուք կարող եք մտածել այս հարցերի մասին։ Դուք մաս եք տիեզերքից, որը դարձել է գիտակից իր սեփական գոյության։ 45 միլիարդ տարի տիեզերքի էվոլյուցիան հասավ այն կետին, երբ մասնիկների հավաքածուն կարող է հարցնել. Ուր եմ ես։ Ինչ եմ ես։ Ինչու եմ ես։ Գիտեք, թե ինչն է ամենաուշագրավը ձեր մարմնում գտնվող ատոմների մասին։ Դրանցից ոչ մեկը չի ծնվել երկրի վրա։ Ջրածինը, տիեզերքի ամենապարզ տարրը, ստեղծվեց մեծ պայթյունից 3 րոպե հետո։ Այլ ավելի ծանր տարրերը, ածխածինը ձեր DNA-ում, կալցիումը ձեր ոսկորներում, երկաթը ձեր արյունում, ստեղծվեցին աստղերի միջուկներում։ Աստղերը միաձուլեցին թեթև տարրերը ավելի ծանր տարրերի, և երբ այդ աստղերը պայթեցին որպես սուպերնովաներ, նրանք սփռեցին այդ տարրերը տիեզերքի մեջ։ Այդ տարրերը կուտակվեցին ամպերում գազի և փոշու, որոնք կծկվեցին, ձևավորելու նոր աստղեր և մոլորակներ։ Մեր արևը և երկիրը ձևավորվեցին մոտավորապես 4 միլիարդ 600 միլիոն տարի առաջ այդպիսի ամպից։ Դուք իրականում աստղերի փոշի եք։ Յուրաքանչյուր ատոմ ձեր մարմնում ծնվել է աստղի հրագին միջուկում կամ մեծ պայթյունի առաջին րոպեներում։ Դուք բառացիորեն կազմված եք տիեզերքից։ Դուք չեք առանձին տիեզերքից, դուք մասն եք դրա։ Եվ այժմ, 13 միլիարդ 800 միլիոն տարի հետո, այդ ատոմները դասավորվել են այնպիսի կերպ, որ նրանք կարող են մտածել իրենց ծագման մասին։ Մտածեք սրա մասին մի վայրկյան։ Տիեզերքը դարձավ գիտակից իր սեփական գոյության ձեր միջոցով։ Դուք տիեզերքի միջոց եք, դիտելու իր սեփական ինքը։ 40 միլիարդ տարի էվոլյուցիան երկրի վրա, 13 միլիարդ տարի կոզմիկական էվոլյուցիան, բոլորը հանգեցրեցին ձեզ, այստեղ, հենց հիմա, կարդալով այս բառերը և հարցնելով, ուր է ընդլայնվում տիեզերքը։ Եվ պատասխանն այն է, որ հարցը սխալ է։ Բայց հարցը տալը ճիշտ է։ Հարցնելը հենց այն է, ինչը մեզ դարձնում է մարդ։ Մենք չենք գոհանում պարզապես գոյություն ունենալով։ Մենք ուզում ենք հասկանալ, մենք ուզում ենք իմանալ։ Մենք ուզում ենք նայել տիեզերքին և տեսնել մեր տեղը դրանում։ Բայց գուցե այս ամենի մեջ կա ավելի խոր դաս։ Եթե տարածությունը չի կարող ընդլայնվել որևէ տեղ, քանի որ տարածությունից դուրս ոչինչ չկա, ապա գուցե նույն տրամաբանությունը կիրառվում է եսին։
Դուք հաճախ զգում եք, որ դուք առանձին օբյեկտ եք, ներսում, որը նայում է դրսի աշխարհին։ Բայց քվանտային մեխանիկան եւ նեյրոբանությունը ասում են, որ այս սահմանը իլյուզիա է։ Չկա հստակ գիծ, որտեղ դուք վերջանում եք եւ աշխարհը սկսվում է։ Ձեր զգայարանները անընդհատ փոխանակում են մասնիկներ միջավայրի հետ։ Ձեր մտքերը ձևավորվում են ձեր փորձի կողմից։ Ձեր գիտակցությունը կարող է լինել ուղեղի ակտիվության նշանակ, բայց ուղեղը փոխազդում է մարմնի հետ, մարմինը միջավայրի հետ, միջավայրը տիեզերքի հետ։ Այլ կերպ ասած, դուք չեք առանձին տիեզերքից ավելի, քան տարածությունը առանձին է տիեզերքից։ Դուք տիեզերքի մի մասն եք, որը դարձել է բարդ բավարար, սկսելու հարցնել հարցեր իր սեփական մասին։ Եթե կանգնեք հանգիստ գիշերվա ժամին եւ նայեք աստղերին, դուք նայում եք ձեր անցյալին։ Լույսը, որը հասնում է ձեր աչքերին, ճանապարհորդել է տարիներ, տասնամյակներ, նույնիսկ հազարավոր տարիներ հասնելու ձեզ։ Դուք տեսնում եք տիեզերքը, ինչպես այն էր անցյալում, բայց նաև աստղերը տեսնում են ձեզ։ Լույսը, որը անդրադառնում է ձեր մարմնից, ճանապարհորդում է դեպի աստղերը, կրելով ձեր գոյության ապացույցը տիեզերք։ Դուք մտածում եք, որ սա ռոմանտիկ է, բայց անիմաստ։ Թե դուք զգում եք ինչ-որ ինչ-որ ճշմարտություն դրանում։ Թե գուցե, պարզապես գուցե տիեզերքը չի ընդլայնվում որևէ տեղ, քանի որ այն արդեն իսկ ամեն տեղ է։ Այն ամեն ինչ է։ Եվ դուք, փոքրիկ կտորը գիտակցության, դուք նույնպես ամեն ինչի մաս եք։ Դա լիովին փոխում է հարցը։ Ոչ թե ուր է ընդլայնվում տիեզերքը, այլ ինչպես ես ես, որպես տիեզերքի մի մաս, փոխվում եւ աճում հետ տիեզերքի։ Եթե տիեզերքը ընդլայնվում է, ապա դուք էլ ընդլայնվում եք։ Ոչ ֆիզիկորեն, այլ գաղափարականորեն։ Ձեր հասկացողությունը մեծանում է, ձեր գիտելիքները ընդլայնվում են, ձեր գիտակցությունը հասնում է դեպի ավելի խորը ճշմարտություններ։ Եվ բավարար է։ Իրականում դուք պարտավոր չեք հասկանալ ամեն ինչ։ Կարևորը չէ, թե արդյոք դուք կարող եք պատկերացնել, թե ինչպես տարածությունը կարող է ստեղծել ինքն իրեն։ Կարևորն այն է, որ դուք փորձեցիք, դուք հարցրիք, դուք մտածեցիք, դուք օգտագործեցիք այն հրաշալի գործիքը, որը տիեզերքը ձեզ տվել է, ձեր ուղեղը, փորձելու հասկանալ ձեր սեփական գոյության խորհուրդը։ Տիեզերքը շարունակում է ընդլայնվել։ Գալակտիկաները հեռանում են միմյանցից։ Տարածությունը ստեղծում է նոր տարածություն։ Մութ էներգիան հրում է արագացումը։ Եվ ինչ որտեղ, փոքրիկ մոլորակում աստղի շուրջ, փոքրիկ պատահական ատոմների հավաքածուն անվանում է իրեն ես եւ հարցնում. ուր։ Եվ դա գեղեցիկ է։ Բայց պատմությունը դեռ ավարտված չէ։ Կա մի բան, որը դեռ չենք քննարկել։ Մի բան այնքան հիասքանչ, այնքան անհավատալի, որ երբ առաջին անգամ լսում եք այն, ձեր առաջին ռեակցիան լինելու է՝ սա անհնար է։ Բայց մաթեմատիկան ասում է, որ դա հնարավոր է։ Ավելին, որոշ տեսություններ ասում են, որ դա անխուսափելի է։ Եկեք խոսենք բազմատիեզերքի մասին։ 2002 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տիեզերաբան Մաքս Թեգմարքը հրապարակեց հոդված, որտեղ նկարագրեց 4 տարբեր մակարդակներ բազմատիեզերքների։ Առաջին մակարդակը պարզապես ասում է, որ եթե տիեզերքն անվերջ է, ապա անվերջ հեռու պետք է գոյություն ունենան տարածքներ, որտեղ ատոմները դասավորված են ճիշտ այնպես, ինչպես այստեղ։ Անվերջ դուք, անվերջ երկիր, անվերջ ամեն ինչ։ Սա մենք արդեն քննարկեցինք, բայց երկրորդ մակարդակը ավելի տարօրինակ է։ Հիշում եք ինֆլյացիոն տիեզերաբանությունը, որը բացատրեցինք ավելի վաղ։ Ալեն Գութի տեսությունը ասում է, որ մեծ պայթյունից հետո տիեզերքը անցավ ինֆլյացիոն ընդլայնման փուլ։ Բայց Անդրեյ Լինդեն, ռուսական ֆիզիկոս, ով այժմ աշխատում է Ստենֆորդի համալսարանում, 2180 թվականին ցույց տվեց, որ ինֆլյացիան կարող է լինել հավերժական։ Ինֆլյացիան չի դադարում ամենուր միաժամանակ։ Տարածության որոշ շրջաններում այն շարունակվում է, մինչդեռ մյուսներում դանդաղում է եւ տեղ է տալիս տաք, խիտ տիեզերքի, ինչպես մերը։ Սա նշանակում է, որ նոր տիեզերքներ ստեղծվում են անընդհատ։ Յուրաքանչյուր վայրկյան, անվերջ քանակության փուչիկներ ծագում են ինֆլյացիոն ծովից, յուրաքանչյուրը դառնալով առանձին տիեզերք իր սեփական ֆիզիկական օրենքներով։ Մեր տիեզերքը միայն մեկ փուչիկն է անվերջ փրփրում։ Մեկ հսկայական օվկիանոսում, որտեղ յուրաքանչյուր կաթիլ ջուր ամբողջական տիեզերք է։ Գիտեք, թե ինչն է ամենաանհավատալին այս գաղափարի մեջ, որ յուրաքանչյուր տիեզերք կարող է ունենալ տարբեր ֆիզիկական հաստատուններ։ Յուրաքանչյուր տիեզերքում էլեկտրոնի լիցքը կարող է տարբեր լինել։ Գրավիտացիոն հաստատությունը կարող է տարբեր լինել։ Լույսի արագությունը կարող է տարբեր լինել։ Որոշ տիեզերքներում ատոմները երբեք չեն կարող ձևավորվել։ Մյուսներում գրավիտացիան այնքան ուժեղ է, որ ամեն ինչ անմիջապես կոլապսում է սև խորոշների մեջ։ Մեր տիեզերքը հենց ճիշտ է, ընդամենը բավարար ցրտություն, ընդամենը բավարար խիտություն, ընդամենը ճիշտ հաստատուններ թույլատրելու կյանքի ստեղծումը։ Սա կոչվում է լանդշաֆտային խնդիր։
2003 թվականին Լեոնարդ Սասքինդը, Ստենֆորդի տեսական ֆիզիկոս, առաջարկեց, որ լարերի տեսությունը կանխատեսում է մոտավորապես 10 հզորության 500 տիեզերքներ, յուրաքանչյուրը տարբեր ֆիզիկական օրենքներով։ Սա անհավատալիորեն մեծ թիվ է, ավելի շատ, քան ատոմների քանակը դիտելի տիեզերքում։ Եվ յուրաքանչյուր այդ տիեզերքներից կարող է լինել իրական, գոյություն ունեցող որևէ տեղ հավերժական ինֆլյացիայի փրփրում։ Բայց սպասեք, եթե անվերջ տիեզերքներ գոյություն ունեն յուրաքանչյուրը տարբեր ֆիզիկական օրենքներով, ապա ինչպես կարող ենք երբևէ կանխատեսել որևէ բան։ Գիտությունը հիմնված է այն վրա, որ բնության օրենքները միատեսակ են, բայց եթե յուրաքանչյուր տիեզերքում օրենքները տարբեր են, ապա ոչինչ չենք կարող կանխատեսել։ Սա լուրջ խնդիր է։ Որոշ ֆիզիկոսներ ասում են, որ բազմատիեզերքը գիտությունը անում է անիմաստ։ Ուրիշներ ասում են, որ մենք պարզապես պետք է ավելի խելացի լինենք մեր կանխատեսումների մեջ։ Այստեղ է, որտեղ անտրոպային սկզբունքը դառնում է կարևոր։ Եթե անվերջ տիեզերքներ գոյություն ունեն, մենք բնականաբար գտնվում ենք մեկում, որը թույլ է տալիս մեր գոյությունը։ Մենք չէինք կարող լինել տիեզերքում, որտեղ գրավիտացիան այնքան ուժեղ է, որ աստղերը չեն կարող ձևավորվել։ Մենք չէինք կարող լինել տիեզերքում, որտեղ էլեկտրոնները չունեն ճիշտ զանգվածը քիմիայի համար։ Մենք ապրում ենք այստեղ, քանի որ միայն այստեղ մենք կարող ենք ապրել։ Սա ընտրության խարսխություն է, ոչ թե հրաշք, բայց դա թողնում է մեզ անհարմար զգացումով։ Գիտությունը մեզ ասում է, որ մենք պետք է մոռանանք մեր սպասումները եւ նոր բաներ ստեղծել։ Եթե մենք հանդիպենք այն փաստին, որ մեր տիեզերքը կարող է լինել միայն մեկը, մենք պետք է գնահարմար զգացումով։ Գիտությունը ընդհանուր առմամբ փնտրում է բացատրություններ, որոնք ավելի են, քան պարզապես այդպես է։ Մենք ուզում ենք հասկանալ, ինչու հաստատումները ճիշտ արժեքներն ունեն։ Անտրոպային սկզբունքը ասում է, քանի որ հակառակ դեպքում մենք չէինք լինի այստեղ հարցնելու համար։ Սա բավարար պատասխան է կամ խուսափում է հարցից։ Ֆիզիկոսները տարանջատված են։ Բրայան Գրինը, Կոլումբիայի համալսարանի ֆիզիկոս եւ գրող, ասում է. բազմատիեզերքը կարող է լինել ճշմարտություն, բայց դա չի նշանակում, որ այն լավ գիտություն է։ Նա նկատի ունի, որ եթե մենք չենք կարող երբևէ դիտել այլ տիեզերքները, եթե մենք չենք կարող երբևէ փորձարկել տեսությունը, ապա դա գիտություն չէ այն իմաստով, ինչպես մենք սովորաբար հասկանում ենք։ Սա ավելի շատ փիլիսոփայություն է կամ մետաֆիզիկա։ Բայց Անդրեյ Լինդեն անհամաձայն է։ Նա ասում է. հավերժական ինֆլյացիան ուղղակի հետևանք է մեր լավագույն տեսություններից, ուններից։ Մենք չենք հորինում այն բացատրելու համար տվյալները։ Այն ինքնաբերաբար ծագում է մաթեմատիկայից։ 2014 թվականին ֆիզիկոսները փորձեցին գտնել հավերժական ինֆլյացիայի հետքեր տիեզերական միկրոալիք-միկրոալիքային ֆոնում։ Նրանք փնտրում էին օրինաչափություններ, որոնք կարող էին ցույց տալ, որ մեր տիեզերքը բախվել է մեկ այլ տիեզերքի հետ վաղ պատմության ընթացքում։ Մինչ օրս որևէ հստակ ապացույց չի գտնվել, բայց փնտրտուքը շարունակվում է։ Արդյոք դուք կարծում եք, որ բազմատիեզերքը գոյություն ունի։ Թե դուք կարծում եք, որ սա գիտաֆանտաստիկա է։ Սա հարց է, որին ֆիզիկոսները չեն համաձայնվում, եւ դուք իրավունք ունեք ունենալ ձեր սեփական կարծիքը։ Բայց եկեք խոսենք ավելի տարօրինակ բանի մասին։ Ինչ-որ բան, որը դուք կարող եք ծիծաղելի համարել։ Սիմուլյացիայի վարկածը։ 2003 թվականին Օքսֆորդի ֆիլիսոփա Նիկ Բոստրոմը հրապարակեց հոդված, որտեղ ներկայացրեց սիմուլյացիայի փաստարկը։ Հիմնական գաղափարը պարզ է։ Եթե մի օր մարդկությունը զարգանա այնքան, որ կարողանա ստեղծել համակարգչային սիմուլյացիաներ, որոնք այնքան բարդ են, որ սիմուլյացիայի ներսի էակները գիտակցված են, ապա նրանք կարող են ստեղծել հազարավոր կամ միլիոնավոր այդպիսի սիմուլյացիաներ։ Յուրաքանչյուր այդ սիմուլյացիայի ներսի էակները կտեսնեն իրենց աշխարհը որպես իրական։ Նրանք կկարծեն, որ իրենք հիմնական իրականությունն են։ Բայց եթե յուրաքանչյուր իրական քաղաքակրթություն ստեղծում է հազարավոր սիմուլյացիաներ, ապա սիմուլյացված տիեզերքների քանակը շուտով գերազանցում է իրական տիեզերքների քանակը։ Պատահականության հիման վրա, եթե դուք գիտակցված էակ եք, ավելի հավանական է, որ դուք գտնվում եք սիմուլյացիայի մեջ, քան հիմնական իրականության մեջ։ Պարզապես քանի որ սիմուլյացիաներ շատ ավելի են, քան հիմնական իրականություններ։ Սա հնչում է խելագարության նման, բայց Բոստրոմի փաստարկը մաթեմատիկորեն ճշգրիտ է։ Նա ասում է, որ կա 3 հնարավորություն։ Կամ քաղաքակրթությունները գրեթե երբեք չեն հասնում այն տեխնոլոգիական մակարդակին, որը պահանջվում է սիմուլյացիաների ստեղծման համար։ Կամ նրանք հասնում են, բայց որոշում են չստեղծել սիմուլյացիաներ որևէ պատճառով։ Կամ մենք գրեթե անվճռորեն գտնվում ենք սիմուլյացիայի մեջ։ Նա չի կարող ասել, թե որ մեկն է ճիշտ, բայց նա պնդում է, որ 3-ից մեկը պետք է լինի ճիշտ։ 2016 թվականին Իլոն Մասկը, տեխնոլոգիական ձեռնարկատեր, մեջբերեց Բոստրոմի փաստարկը եւ ասաց. հավանականությունը, որ մենք գտնվում ենք հիմնական իրականության մեջ, միլիարդի մեջ 1 է։ Սա ստեղծեց լայն քննարկումներ։
Բայց ֆիզիկոստերը ավելի զգույշ են։ Նրանք ասում են, որ մենք չունենք ճանապարհ փորձարկելու սիմուլյացիայի վարկածը, հետևաբար դա գիտություն չէ, դա սպեկուլյացիա է։ Բայց հետաքրքիր է, որ որոշ ֆիզիկոստեր փորձել են գտնել ապացույցներ։ 2012 թվականին Մարտին Սավաջը, Վաշինգտոնի համալսարանի ֆիզիկոս, առաջարկեց, որ եթե մենք սիմուլյացիայի մեջ ենք, ապա տիեզերքը պետք է ունենա պիքսելացիա, նվազագույն միավոր տարածության եւ ժամանակի, քանի որ ոչ մի համակարգիչ չի կարող սիմուլյացնել անվերջ ճշգրտությամբ։ Նա ասաց, որ մենք կարող ենք փնտրել այդ պիքսելացիան տիեզերական ճառագայթների մեջ։ Մինչ օրս ոչինչ չի գտնվել։ Բայց անգամ եթե գտնենք ինչ-որ բան, ինչպես կիմանանք, որ դա սիմուլյացիայի արտադրանք է, այլ ոչ թե դասական ֆիզիկայի հատկանիշ։ Դուք կարծում եք, որ մենք սիմուլյացիայի մեջ ենք, կամ դուք կարծում եք, որ սաում եք, որ սա անհեթեթություն է։ Ճիշտն ասած, մենք երբեք չենք իմանա վստահորեն։ Եթե մենք սիմուլյացիայի մեջ ենք, սիմուլյատորները կարող են ստեղծել իրականություն, որն անտարբերելի է հիմնականից։ Մենք երբեք չկարող ենք դուրս նայել եւ տեսնել համակարգիչը, որը գործում է։ Սա նման է հարցնելուն. Ինչ կար մեծ պայթյունից առաջ։ Հարցը հնարավոր է անիմաստ է, բայց վերադառնանք ավելի հողակապ բաների։ Եկեք խոսենք տիեզերքի ապագայի մասին։ Ինչ կլինի մեզ հետ։ Ինչ կլինի երկրի, արևի, գալակտիկաների հետ։ Ինչ է սպասվում տիեզերքին 5 միլիարդ, 10 միլիարդ, 100 տրիլիոն տարի հետո։ Մենք արդեն իսկ իմանում ենք, որ արևը ունի մոտավորապես 5 միլիարդ տարի մնացած։ Հետո այն կսպառի իր ջրածինը եւ կսկսի վառել հելիում։ Արևը կընդլայնվի, կդառնա կարմիր հսկա եւ կլափի Մերկուրի, Վեներա եւ հավանաբար Երկիր։ Մեր մոլորակը կվերածվի տաք, անապրելի ժայռի եւ ի վերջո կլուծվի արևի մեջ։ Բայց մինչ այդ, միլիարդավոր տարիներ առաջ օվկիանոսները կեռան, ջերմոսֆերան կդիմանա եւ կյանքը կվերջանա։ Երկիրը կդառնա երկրորդ Վեներա, բայց մարդկությունը կարող է փախչել։ Եթե մենք դեռ գոյություն ունենք մի միլիարդ տարի հետո, ինչը գերաքաթևի չափով երկար ժամանակ է քաղաքակրթության համար, մենք հավանաբար կունենանք տեխնոլոգիան, տեղափոխվելու այլ աստղային համակարգեր։ Մենք կարող ենք տարածվել գալակտիկայում, գաղութարկել հազարավոր աստղեր, կամ մենք կարող ենք մեռնել շատ ավելի վաղ, իրենք մեզ ոչնչացնելով կլիմայական փոփոխությամբ, միջուկային պատերազմով կամ արհեստական ինտելեկտի վերահսկման կորստով։ Մենք չգիտենք։ Բայց ենթադրենք, որ մարդկությունը գոյատևում է եւ տարածվում է աստղերի միջև։ Ինչ է տեղի ունենում ավելի երկար ժամանակաշրջաններում։ Մոտավորապես 100 տրիլիոն տարի հետո վերջին աստղերը կսպառեն իրենց վառելիքը եւ կմարեն։ Տիեզերքը կդառնա մութ։ Միակ լույսի աղբյուրները կլինեն սպիտակ թզուկները, աստղերի մնացորդները, եւ այն էլ դանդաղորեն կսառչեն եւ կմարեն։ Մոտավորապես 100 կվինտիլիոն տարի հետո նույնիսկ սև խոռոչները կսկսեն գոլորշացվել Հոքինգի ճառագայթման միջոցով։ Ստեփեն Հոքինգը 1974 թվականին հայտնաբերեց, որ սև խոռոչները փոքր քանակությամբ ճառագայթում են։ Նրանք դանդաղորեն կորցնում են մասսա եւ ի վերջո կվերանան ամբողջովին, բայց սա տևում է անհավատալի երկար։ Սև խոռոչ արևի մասսայով կգոլորշացվի մոտավորապես 10 հզորություն 64 տարի հետո։ Սա թիվ է այնքան մեծ, որ գրեթե անիմաստ է։ Միլիոն, միլիարդ, տրիլիոն, բոլորը փոքր են համեմատությամբ։ Ի վերջո, տիեզերքը կդառնա ամբողջովին մութ, սառը, դատարկ տարածություն։ Ջերմաստիճանը կմոտենա բացարձակ զրոյին։ Ոչ մի աստղ չի լինի, ոչ մի պլանետ, ոչ մի սև խոռոչ։ Միայն անկախ մասնիկներ, տարածված անհավատալի հեռավորություններով, դանդաղորեն տատանվող դատարկության մեջ։ Սա կոչվում է մեծ սառեցում կամ ջերմային մահ։ Տիեզերքի վերջը, ոչ թե պայթյունով, այլ թեթև քամիով։ Բայց սպասեք, կա եւս մեկ հնարավորություն։ Եթե մութ էներգիան չի մնա հաստատուն, այլ ուժեղանա ժամանակի ընթացքում, ապա տիեզերքի ընդլայնումը կարագանա անվերջորեն։ Տարածությունը կստեղծվի ավելի ու ավելի արագ, մինչև ի վերջո այն կստեղծվի այնքան արագ, որ կքողարկի գալակտիկաները, հետո աստղային համակարգերը, հետո մոլորակները, հետո ատոմները։ Սա կոչվում է մեծ ճեղքում։ Ամեն ինչ, յուրաքանչյուր կապ, յուրաքանչյուր մասնիկ պատրվում է տարածության արագ ստեղծման միջոցով։ 2003 թվականին Ռոբերտ Քալդվելը եւ ուրիշներ հաշվարկեցին, որ եթե մութ էներգիան ֆանտոմ էներգիա է, տիեզերքը կվերջանա մեծ ճեղքումով մոտավորապես 20 միլիարդ տարի հետո։ Սա ավելի շատ է, քան տիեզերքի ներկայիս տարիքը, բայց շատ ավելի շուտ, քան ջերմային մահը։ Վերջին րոպեներում արևը կպառատվի, երկիրը կպատրվի, մոլեկուլները կքայքայվեն, ատոմները կբաժանվեն միջուկների եւ էլեկտրոնների, եւ հետո նույնիսկ միջուկները կքայքայվեն պրոտոնների եւ նեյտրոնների։ Ամեն ինչ կդառնա էլեմենտար մասնիկների ցուրտ ծով, կամ գուցե նույնիսկ ավելի տարօրինակ բան։
Եթե քվանտային դաշտերը, որոնք լցնում են տարածությունը, անկայուն են, ապա տիեզերքը կարող է փոխել վակուումային վիճակը։ Ներկայումս մենք կարող ենք լինել կեղծ վակուումի մեջ, վիճակ, որը թվում է կայուն, բայց իրականում չէ։ 1988 թվականին Սիդնի Քոլմենը եւ Ֆրանկ Դելուսիայերը հաշվարկեցին, որ քվանտային տատանանումները կարող են ստեղծել փուչիկ իրական վակուումի, որը կընդլայնվի լույսի արագությամբ, վերածելով ամեն ինչ իր ճանապարհին էլեմենտար մասնիկների։ Սա կոչվում է վակուումային քայքայում։ Սա կարող է տեղի ունենալ վաղը, կամ միլիարդ տարի հետո, կամ երբեք։ Մենք չգիտենք։ Բայց եթե այն տեղի ունենա, մենք երբեք չենք իմանա։ Փուչիկը կգա դեպի մեզ լույսի արագությամբ։ Մենք չենք տեսնի այն գալիսը։ Մեկ վայրկյան մենք կգոյություն ունենանք, հաջորդը ոչ։ Ամեն ինչ, ինչ մենք երբևէ ստեղծել ենք, ամեն ինչ, ինչ մենք երբևէ եղել ենք, վերանում է ակնթարթում։ Արդյոք այս սցենարները ձեզ վախեցնում են։ Կամ դուք զգում եք մի բան այլ, հանգստություն գուցե։ Գիտելիք, որ անկախ նրանից, թե ինչ տեղի է ունենում, այն այնքան հեռու է ապագայում, որ չունի նշանակություն մեր ժամանակի համար։ Կամ գուցե զգում եք տարօրինակ գեղեցկություն դրանում, որ նույնիսկ տիեզերքը, սա անհավատալի, անհասկանալի, հսկայական բան, վերջ ունի։ Թե դուք մտածում եք, թե ինչ մնում է։ Ինչ մնում է մեզանից։ Մտածեք սրա մասին։ Երկիրը գոյություն ունեցել է 4 միլիարդ 600 միլիոն տարի։ Մարդիկ մոտավորապես 200,000 տարի։ Քաղաքակրթությունը մոտավորապես 10,000 տարի։ Արդիական գիտությունը մոտավորապես 400 տարի։ Ատոմային տարիշրջանը 80 տարի։ Ինտերնետը 30 տարի։ Մենք փոքրիկ բլիք ենք տիեզերական ժամանակում։ Եթե տիեզերքի տարիքը հավասարեցնենք 1 տարվա, մարդկությունը հայտնվեց նոյեմբերի 30, ժամը 11:86 րոպե։ Մեր ամբողջ քաղաքակրթությունը տեղի է ունեցել վերջին 40 վայրկյանում տարվա։ Մենք այդքան նոր ենք, այդքան թարմ, այդքան փոքր։ Բայց մենք արել ենք անհավատալի բաներ այդ 40 վայրկյանում։ Մենք ճեղքել ենք ատոմը։ Մենք քայլել ենք լուսնի վրա։ Մենք ուղարկել ենք մեքենաներ դեպի ամենահեռավոր մոլորակները։ Մենք հասկացել ենք մեծ պայթյունը, քվանտային մեխանիկան, գենետիկական կոդը։ Մենք հարցրել ենք՝ ուր է ընդլայնվում տիեզերքը, եւ գտել ենք, որ հարցը սխալ է, բայց փորձը հարցնելու արժանավոր էր։ Ինչ կմնա մեզանից 5 միլիարդ տարի հետո, երբ արևը լափում է երկիրը։ Եթե մենք դեռ այստեղ ենք, մենք կլինենք տարածված աստղերի միջև։ Բայց եթե մենք չենք, ինչ կմնա։ Մեր շենքերը կքայքայվեն, մեր քաղաքները կվերածվեն փոշու, մեր արվեստը, մեր երաժշտությունը, մեր գրականությունը, ամենը կվերանա։ Բայց գուցե ինչ-որ բան կմնա։ 1977 թվականին NASA-ն թողարկեց Voyager 1 և Voyager 2 տիեզերական սարքերը։ Յուրաքանչյուրը կրում է ոսկե ձայնագրություն, 2 ժամ բարևներ 55 լեզուներով, երաժշտություն Բախից և Չակ Բերիից, բնական ձայներ անձրև, հողմ, ցուլ և մարդու սիրտի բաբախյուն։ Այս սարքերը հիմա դուրս են արևային համակարգից և ճանապարհորդում են միջգալակտիկական տարածության մեջ։ Նրանք կշարունակեն ճանապարհորդել միլիարդավոր տարիներ, կրելով մարդկության լուրը աստղերին։ Հնարավոր է, որ մի օր շատ հեռու ապագայում, երբ երկիրը արդեն մոռացված է, օտար քաղաքակրթությունը կգտնի Voyager 1-ը։ Նրանք կլսեն մեր երաժշտությունը, նրանք կլսեն մեր ձայները, եւ նրանք կիմանան, որ մի անգամ փոքրիկ կապույտ մոլորակում, կապույտ սպիտակ աստղի շուրջ կար քաղաքակրթություն, որը նայեց աստղերին եւ հարցրեց. ուր։ Գուցե դա բավարար է։ Գուցե անմահությունը չէ մեր մարմինների կամ նույնիսկ մեր քաղաքակրթության անվերջ գոյությունը, այլ պարզապես հետ կթողնել, որ մենք այստեղ էինք, որ մենք հարցրինք, որ մենք հույս ունեցանք։ Բայց եկեք վերադառնանք սկզբնական հարցին մեկ վերջին անգամ։ Ուր է ընդլայնվում տիեզերքը։ Մենք ճանապարհորդեցինք տիեզերաբանության, քվանտային մեխանիկայի, գիտակցության, ժամանակի, բազմատիեզերքների, սիմուլյացիայի եւ տիեզերքի վախճանի միջով։ Եվ բոլոր այդ գիտելիքներով պատասխանը մնում է նույնը։ Տիեզերքը չի ընդլայնվում որևէ տեղ, քանի որ չկա որտեղ։ Տարածությունն ինքը տիեզերքն է եւ այն ստեղծում է ինքն իրեն։ Բայց գուցե հարցը պետք է լինի այլ, ոչ թե ուր, այլ ինչու։ Ինչու է տիեզերքը ընդլայնվում։ Ինչու գոյություն ունի մութ էներգիա։ Ինչու են ֆիզիկական հաստատումները ունենում հենց այդ արժեքները։ Ինչու է գոյություն ունենում ինչ-որ բան, այլ ոչ թե ոչինչ։ Սրանք խոր հարցեր են, եւ մենք չունենք պատասխաններ։ Գուցե մենք երբեք չենք ունենա պատասխաններ, կամ գուցե պետք է լինի ավելի անձնական։ Ինչպես ես ես, փոքրիկ, վերջավոր էակ, հարաբերվում այս անմիտ, ընդարձակ, անբացատրելի տիեզերքին։
Պատասխանը այն է, որ դուք մասն եք դրա։ Դուք չեք առանձին դիտող, դուք տիեզերքի հատը եք, որը դարձել է գիտակից։ Յուրաքանչյուր ատոմ ձեր մարմնում ծնվել է աստղերում։ Յուրաքանչյուր մտք ձեր գլխում արդյունք է 13 միլիարդ 800 միլիոն տարիների էվոլյուցիայի։ Դուք ապրած պատմություն եք։ Եվ հիմա, այստեղ, այս պահին, դուք կարդացիք այս բառերը եւ մտածեցիք այս մտքերի մասին։ Դուք մտածեցիք տիեզերքի ծագման, տարածության բնույթի, ժամանակի հոսքի, գիտակցության խորհրդի եւ ձեր սեփական տեղի այս ամենում մասին։ Դա ինչ-որ բան է։ Դա իրոք ինչ-որ բան է։ Տիեզերքը ընդլայնվում է, գալակտիկաները հեռանում են, տարածությունը ստեղծվում է, եւ ինչ-որ տեղ, փոքրիկ կապույտ մոլորակում, փոքրիկ էակներ նայում են վեր երկինք եւ հարցնում. ինչու։ Դա գուցե ամենակարևոր փաստն է տիեզերքի մասին։ Ոչ թե դրա չափը, ոչ թե դրա տարիքը, ոչ թե դրա վախճանը, այլ այն, որ դրա ներսում գոյություն ունեն էակներ, ովքեր կարող են զարմանալ դրանով։ Եվ գուցե դա բավարար պատասխան է։ Ոչ թե ուր է ընդլայնվում տիեզերքը, այլ ահա մենք փորձում ենք հասկանալ։ Փորձը, հարցը, զարմանքը, սրանք կարող են լինել կարևորը։ Ոչ թե վերջնական պատասխանը, որը կարող է լինել անհասանելի մարդկային մտքին, այլ ճանապարհորդությունը դեպի այն, հարցնելը, փնտրելը, զարմանալը։ Տիեզերքը դեռ շատ խորհուրդներ ունի։ Մենք դեռ շատ բան չգիտենք, բայց դա հիանալի է։ Դա նշանակում է, որ դեռ բաներ կան բացահայտելու, դեռ հարցեր կան հարցնելու, դեռ զարմանք կա զգալու։ Եվ քանի դեռ մենք հարցնում ենք, քանի դեռ մենք փնտրում ենք, քանի դեռ մենք զարմանում ենք, մենք կենդանի ենք, մենք մարդիկ ենք, մենք տիեզերքի հատ ենք, որը փորձում է հասկանալ ինքն իրեն։ Եվ գուցե վերջապես դա լավագույն պատասխանն է հարցին. ուր է ընդլայնվում տիեզերքը։ Պատասխանը ձեր ներսում, ձեր հասկացողության մեջ, ձեր զարմանքի մեջ, ձեր հարցերի մեջ։ Տիեզերքը ընդլայնվում է ձեր գիտակցության մեջ յուրաքանչյուր անգամ, եւ դուք սովորում եք նոր բան, հասկանում եք խորը ճշմարտություն, կամ պարզապես նայում եք աստղերին եւ զարմանում։ Շարունակեք նայել վեր, շարունակեք հարցնել, շարունակեք զարմանալ։ Քանի որ հենց հարցը ուր, անկախ նրանից թե դա սխալ է կամ անպատասխան, հենց հարցնելը մեզ դարձնում է այն, ինչ մենք ենք։ Տիեզերքի գիտակից հատը։ Աստղերի փոշին, որը սովորեց մտածել։ Էվոլյուցիայի արդյունքը, որը դարձավ գիտակցությունը։ Եվ այդպես, մինչ տիեզերքը շարունակում է իր անվերջ ճանապարհորդությունը դեպի անհայտ վախճանը, մենք շարունակում ենք մեր փոքրիկ ճանապարհորդությունը դեպի հասկացողություն։ Երկուսն էլ կարևոր են, երկուսն էլ գեղեցիկ են, եւ երկուսը միասին, տիեզերքն ու մենք, ստեղծում են ինչ-որ բան անսովոր։ Հարց եւ պատասխան, խորհուրդ եւ զարմանք, անվերջություն եւ հիմա։